Բարի երեկո ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այսօր դարձյալ եթերում է Մեծ հայք հաղորդաշարը, հաղորդումը վարում եմ ես Գնդապետ Խաչատրյանը, հաղորդաշարի հիմնադիրը, եւ այսօր մենք AMGA TV հեռուստատաղավարում դարձյալ հյուր ունենք, ձեզ արդեն լավ հայտնի հարգարժան պարոն Նայիրի Բադալյանը, բարև ձեզ պարոն Բադալյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ դարձյալ ընդունել եք հրավերը եւ մեզ հետ եք այսօր, դուք խոստացել եք, որ պետք է ներկայացնեք մի շատ հետաքրքիր նախագիծ հաղորդում հանցագործության մասին եւ խոսքը վերաբերվում էր 1988 թվականի, այսպես ասած, հայկական երկրաշարժի կամ ասում են նաեւ սպիտակի երկրաշարժի մասին։ Եվ այս խնդիրը մենք դուսաբանել ենք երկու հաղորդումով, առաջին անգամ շատ մանրամասն, եւ այժմ այն փաստաթուղթը, որը դուք խոստացել եք ներկայացնել, դուք արդեն պատրաստել եք, եւ եթե կարելի է, խնդրում եմ ներկայացնեք մեր հեռուստադիտողների ուշադրությանը։ Համեցեք։ Շնորհակալություն հնարավորության համար։ Համառոտ նրանց համար, ովքեր ծանոթ չեն փաստաթղթին, ծանոթ չեն մեր նախաձեռնությանը, փաստացիորեն գրեթե յուրաքանչյուր տարի 1988-ից հետո, երբ գալիս է դեկտեմբերը, բոլորս ընդվզում ենք, բոլորս կարդում ենք, բոլորս տպավորություններ ենք փոխանակում, թե ինչքան ծանր բան կատարվեց Հայաստանի հետ, ինչու այդպես եղավ, ինչու դրա հետևանքները հնարավոր չի լինում վերացնել, ինչու այդքան ձգվում է աղետի գոտու վերականգնումը եւ կարծես թե դեկտեմբերի 8-9-ին բոլորը մոռանում են թեման, թողնում գնում են, մինչդեռ սա ծանրագույն դեպքը Հայաստանի, մերօրյա Հայաստանի պատմության մեջ, գոնե մեր սերնդի հիշողության մեջ ամենածանր իրադարձություններից մեկն է իր ծանրությամբ համարժեք Ղարաբաղյան պատերազմին, եւ եթե պատերազմի դեպքում մենք դա մեզ պարտադրված պատերազմ էր, մենք գերք չունեինք, մենք պետք է կռվեինք, մեր պետությունը պարտավոր էր դիմադրել իր այս դեպքում չգիտես ինչ էր եւ ինչպես դրա համար եւ մանավանդ գնալով շատանում են թե հայաստանյան թե արտասահմանյան մամուլում լրատվամիջոցներում այն պնդումները, այն վկայությունները ես կասեի, որոնք շատ դեպքերում շատ արժանահավատ բնույթ տեսք են ստացել, որոնք վկայում են, որ երկրաշարժ կոչվածը Հայաստանում ամենևին էլ բնական աղետ չէր եւ դա կարող է հետևանք լինել ստորգետնյա պայթյունի արհեստական ծագում ունենալ, ինչի տարբերակը ելնելով թե Ռուսաստանի, թե ընդհանրապես սովետական միության բնույթից եւ թե Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի շարունակական վերաբերմունքից արդեն 200-ամյա պատմության բացարձակապես բացառելի չէ, դեռ ավելին շատ խիստ ու շատ հավանական է, դատելով մեր պատմական փորձից եւ պատմական պահի անհրաժեշտությունից ելնելով ի վերջո չմոռանանք, որ 88 թվականն էր, ամբողջ Հայաստանը ընդվզում էր, մի մարդու նման ոտքի էր կանգնել եւ սովետական միության սովետական միությանը հասցրել էր փլուզման վտանգի առաջ։ Բնականաբար, եթե Պոլիտբյուրո կոչվածի մարազմատիկ ծերուկները ծերունական մարազմի մեջ հասած անձինք ընդունակ չէին դա այդպիսի բաներ վերլուծելու, այնուհանդերձ նրանք ունեին հզոր ապարատ, այսպես կոչված KGB, որը որ նրանց սնուցում էր հրաշավոր գաղափարներով եւ այդ հրաշավոր գաղափարները չէր բացառվում, որ նաեւ կիրառված լինել այս դեպքում, մանավանդ որ համառոտ թռուցիկ հիշեցնեմ երկրաշարժից անմիջապես առաջ, այսպես կոչված երկրաշարժից անմիջապես առաջ ռուսական զինվորական սպաների ընտանիքները Հայաստանից հանվել էին, ավելին նույնիսկ բոլոր սպառազինությունը ծանր հանվել էր, ռուս սպաների ընտանիքները, ովքեր հայ ծանոթներ ունեին, իրենց հայ ծանոթներին առաջարկել էին դեկտեմբերի առաջին 10-նորյակում չլինել Հայաստանում, նոյեմբերի վերջին լքել Հայաստանը եւ վերադառնալ դեկտեմբերի 2-րդ 10-նորյակում, լիքը ուրիշ բաներ կան, վկայություն, այո, բնականաբար, որոնք հիմնավոր կասկած են հարուցում, որ սա կարող էր լինել արհեստական ծագման հետևաբար եւ ելնելով հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետության
միայն պաշտոնական տվյալներով առնվազն 23,000 մարդը զոհված հայտարարվել, 50-ից 100,000 տարբեր գնահատումներով վիրավորների քանակ է նշվում, այսինքն ցանկացած մի մարդու սպանությունը կամ մահը, եթե դա կասկածելի հանգամանքներում է իրականացում, անհրաժեշտություն է ծագեցվում քրեական գործի հարուցման, որպեսզի ճշտվի, ստուգվի նրա այդ մահվան հանգամանքները։ Հիմա այստեղ ունենք ոչ թե մեկ մահ, այստեղ ունենք Հայաստանի Հանրապետության 23,000 քաղաքացի մահվան եւ շուրջ 100,000-ի վիրավորման հանգամանքներ, այստեղ ունենք Հայաստանի ամբողջական տնտեսության փլուզման, որ առաջին ինֆորմացիայով անմիջապես դրան երկրաշարժ կոչվածին անմիջապես հաջորդած առաջին ինֆորմացիաներում նշվում էր մոտավորապես 14 միլիարդ սովետական ռուբլու կորուստի այսպիսի կոչված բան վնասի չափեր նշվում, որն արագ հանվեց շրջանառությունից այդ թիվը, դրանից հետո ընդհանրապես որևէ թիվ շրջանառության մեջ չի եղել, դրանից հետո 30 տարի այդ տարածքը չի վերականգնում, առ այսօր մենք ունենք աղետի գոտի 5 միլիոն անտուն մարդիկ եւ վնասված, խեղված ճակատագրեր։ Հիմա այս ամեն ինչը ի վերջո ստուգելու անհրաժեշտություն է ծագում եւ մեր նախաձեռնությունը մենք նպատակ ունենք քաղաքացիական նախաձեռնության կարգով ստորագրել դիմում ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին 175 հոդվածի պահանջներով քրեական գործ հարուցելը դատախազի պարտականությունն է, դատախազի կամ քննիչի, այս դեպքում մենք դիմում ենք Հայաստանի գլխավոր դատախազի ելնելով գործի ծանությունից, առաջարկել, եթե անհրաժեշտություն կա, կարող եմ տեքստը կարդալ դիմումի, որ պատրաստել եմ եւ անհրաժեշտ բարձաբանումներ տալ դրա հետ կապված։ Եթե տեքստային եթե նպատակահարմար եք համարում, կարող եմ կարդալ, եթե չէ, կարող եմ ներկայացնել։ Ինչպես կամենաք, իհարկե կարելի է ուղղակի կարդալ, բայց ձեր ընտրությամբ, հարգելի պարոն Բադալյան, շատ լավ արեցիք, որ այդ այսպես ներածական մասով բացատրեցիք, թե ինչի համար է սա արված, բայց մի փոքր կետ էլ այստեղ ավելացնեմ, որոշ մարդկանց մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու այսքան ուշ երկրաշարժից արդեն 30-31, հեսա արդեն այս տարի կլինի 32 տարի, ուրեմն դեկտեմբերին, այս տարվա դեկտեմբերի 20 թվի, բայց դուք մի փոքր այնտեղ հպանցիկ անդրադարձակ այդ հարցին, որ այո, ներկայումս արդի աշխարհում այնպիսի երկրաշարժեր են կատարում, որ մեր մոտ ավելի գնալով խորանում է կասկածը, թե արդյոք դա արհեստածին երկրաշարժ չէր, եւ բացի այդ ես կուզեի մի բան էլ հիշեցնեիք եւ այսպես բացատրեիք, որ այսօր Ռուսաստանը փլուզման եզրին է կանգնած եւ պատասխան է տալու իր բազում հանցագործության համար, գուցե այդ թվում նաեւ հայ ժողովրդի դեմ կատարված իր հանցագործները բացահայտենք մենք հայերս, ունենք չէ այդ պարտականությունը, պարոն Բադալյան, եւ դրանով իսկ մենք այստեղից կնպաստենք հայրենիքի հայության շղթաների թուլացմանը, նրա մի քիչ ավելի ազատ լինեն, որտեղ խիստ ուրեմն ծանր, այսպես օկուպացիոն ռեժիմի մեջ են փաստորեն ապրում, չնայած շատերը դա չեն հասկանում։ Սա կնպաստի դրան, չէ՞ կարծում։ Եվ բացի դրանից սա նաև զուգահեռաբար ի վերջո թե Հայաստանում եւ թե այստեղի հայությունը հիմնականում ինֆորմացիան ստանում է Ռուսաստանի իրադարձությունների մասին ռուսաստանյան հեռուստաընկերություններից, իսկ ռուսաստանյան RTR, ORT-ն եւ հայաստանյան առաջին ալիքը բնականաբար նրանց չեն ասի, որ Ռուսաստանի նկատմամբ դատական հայցեր են հարուցվում գրեթե բոլոր նախկին սովետական եւ սոցիալիստական ճամբարի երկրների կողմից Լեհաստանը օրերս հայտարարեց, որ դատական հայց հարուցելու Ռուսաստանի եւ Գերմանիայի հանդեպ երկրորդ համաշխարհայինը սկսելու եւ Լեհաստանի վրա երկու կողմից հարձակվելու համար Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագրի մասին է խոսքը եւ դրան հաջորդած ագրեսիայի մասին եւ Լեհաստանի կրած վնասների հատուցման պահանջ է դնելու Լատվիան 185 միլիարդ եվրոյի պահանջ է դրել Ռուսաստանի հայցապահանջ է հարուցել Ռուսաստանի հանդեպ եւ պատրաստ է միջև ՄԱԿ-ի դատարաններում այդ հարցը բարձել, ընդ որում հայցապահանջը հիմնավորվում է այսպես 1940-ից 91 թվականի ռուսաստանյան սովետական օկուպացիայի տարիների Լատվիային պատճառված վնասի համար։ Լատվիայի կառավարությունը հատուկ հանձնաժողով է ստեղծել, հանձնաժողովը մի քանի տարի աշխատել է, հաշվարկներ է կատարել եւ
այդ փաստացիորեն մենք ունենք նաև նախադեպ, որը որ հաշվարկների մեթոդոլոգիա է մշակել։ Այո, շատ կարևոր է, իհարկե։ Նույնը մտածում են անել Էստոնիան, Լիտվան, նույնը մտածում է նույնպիսի տրամադրություններ կան Վրաստանում, Ուկրաինայում։ Այնպես որ սա փաստացիորեն մենք հայերս եւ հայաստանցիներս, որ ամենածանր վնասներն են կրել սովետական, սկսած դեռ սովետականացումից Հայաստանի Հանրապետության բռնազավթումից 20 թվականի նոյեմբերի 29-ի Երևանի գրավումից դրանից իրականում դեկտեմբերի 2-ին են ներս մտել Երևանում նրանք։ Այո։ Էն էլ հայկական կառավարությունը անկախ Հայաստանի կարգ է ուղարկել, որ գան, դա էլ չունեին։ Ինչևից է։ Մենք այս ընթացքում արդեն 1929-ից 100 տարին սովետական օկուպացիա, եթե լատվիացիները ընդամենը քանի 51 տարվա համար 185 միլիարդ եվրո են պահանջում։ Այո։ Ընդ որում նրանց հանդեպ չի գործադրվել են դաժանությունները, նրանց երկիրը չի իրենց բնաջնջվել, մաքրվել, ընդ որ ի վերջո առաջին համաշխարհային արդյունքում հայկական ցեղասպանությունը դա նույնպես ռուսների եւ թուրքերի ծրագրված խաղ էր, մի անգամ մաքրեցին Արևմտյան Հայաստանը, որից հետո ռուսները զինեցին արդեն պարտված, արդեն ջախջախված, քայքայված, կազմալուծված Թուրքիային նեցուկ կանգնեցին Քեմալ Աթաթուրքին հետ պայմանագրով նրան Այստեղ մի բարգյան խնդրում եմ մի հատ շեշտեք այդ հարցը, որ այո, կործանված Թուրքիային 1919-ից 20-21 թվականի ընթացքում ոտքի կանգնեցրեց Ռուսաստանը եւ եթե այսօր մենք հարևան ունենք հզոր Թուրքիա, որովհետեւ ռուսները մեզ վախեցնում են եւ որը իրոք կարող է Հայաստանի վրա հարձակվել, դա հենց Թուրքիային ոտքի կանգնեցրած վերակենդանացրած Ռուսաստանի մեղքն է եւ սա եւս մենք պետք է հայերս հասկանանք ու դրա համար պատասխան պահանջենք։ Ավելին խնդրում շեշտեք սա։ Եվ ոչ միայն դա շեշտել, այլ նաեւ Թուրքիային զինեց Քեմալի բանակը զինեց եւ ոսկով եւ զենքով եւ Քեմալը դրանից հետո ռուսական զենքով հետ եկավ եւ Կարսի եւ Ալեքսանդրապոլը գրավեց։ Այո։ Կիլիկայում էլ այդ ռուսական զենքով մեր հայության դեմ կռվում են 300,000 նոր հայություն էլ բնաջնջել։ Եւ Կիլիկիո հայությանն էլ են ոչնչացել։ Այնտեղ այդ պետությունը չառաջացավ շնորհիվ ռուսների տված զենքի քեմալական։ Ոչ միայն զենք, ռուսական զորավարներն էին այնտեղ կռվում։ Ֆրունզեներ, Առալովներ, Ռաշիլովներ, էլի հայտնի դեմքեր։ Ֆրունզեի արձանը այսօր Ստամբուլի կենտրոնում Ֆրունզեն, Առալովը, Վարաշիլովը Ստամբուլի կենտրոնում կանգնած են բանի կողքին։ Քեմալ Աթաթուրքի։ Որպես Թուրքիայի Հանրապետությունը փրկող անձինք։ Մարդը հատուկ դրեց դա, որպեսզի հիշեցնի, որ ովքեր են մեզ փրկել։ Մենք այսօր նույն Ֆրունզեի արձանը ողջունում ենք Երևանում։ Այդ նկարները ես տարածել եմ Facebook իմեջերում տարիներ շարունակ։ Իմիջայլոց ասեմ, որ էջերսել արգելափակեցին, այս կագեբեշնիկական, ռուսական կամ չգիտեմ ինչ համատեղի ֆրոնտի մարդիկ, այդ թվում նաև այսօրվա Հայաստանի կագեբեշնիկները, եւ այս ճշմարտությունները չեն ուզում ստանալ։ Եվ այնուամենայնիվ AMG-ի եթերից մենք այս բոլորը պիտի ասենք, ես կուզենայի, եթե այս ներածական արդեն տվել եք հաղորդման մասին ասեք այս հանցագործության վերաբերյալ, հետո մենք այդ ամբողջ կոմպլեքսը մի հատ կքննարկենք, Եթե կարելի է ես ուղղակի կարդամ, իհարկե, այսօրվա գլխավոր խնդիրն է։ Շնորհակալ եմ, որ պատրաստել եք երկու էջով այս շատ հետաքրքիր հաղորդումը, համեցեք, հակիրճ ուղղակի դիմում գլխավոր դատախազին քրեական գործ հարուցելու պահանջով եւ կարդամ, որպեսզի տրամաբանությունը հասկանալի լինի։ Ուղղակի սա զուտ իրավական փաստաթուղթ է, գրված է իրավական փաստաթղթի տրամաբանությամբ եւ տերմինոլոգիայով, դրա համար ընդհանրապես գործ հարուցելու խնդրանք է դրվում եւ գործի հարուցման նպատակներն է սահմանում, ուրիշ ոչինչ։ Ես ավելի կմանրամասնեմ տեքստը կարդալուց հետո։ Իհարկե։ Ուրեմն հաղորդում հանցագործության մասին մեծարգո պարոն գլխավոր դատախազ, ուրեմն նամակ ուղարկում է գլխավոր դատախազ Դավթյանին, պատճենը հանրապետության նախագահ։ Այդպես է ընդունված։ Այո։ Ինչու նա ուրեմն պիտի վերահսկի։ Հանրապետության նախագահը ընդհանրապես երկրում արդարադատության երաշխավորն է եւ սահմանադրական կարգի նույնիսկ այս նոր սահմանադրության ցանկացած, այսինքն ֆորմալ առումով պետության ղեկավարն է, պետության ղեկավարի պարտականությունը պետության սահմանադրական կարգի երաշխավորումն է, իշխանության թևերի
համագործակցության ապահովումը Այո, եւ այլն։ հասկանում։ Չնայած այսօրվա նախագահ համալսարանության Անգլիայի թագու կարգավիճակում է, բայց ինչևից Թագուհին էլ ունի նույն այդ նույնիսկ նույն այդ ֆունկցիաները։ Ուրեմն իսկ դատախազը ընդհանրապես քրեական գործ հարուցելու իրավունք ունեն դատախազը եւ քննիչը, քննիչներ սովորաբար դատախազի հանձնարարությամբ։ Հենց որ այդ առումով նաեւ ելնելով գործի ծավալներից, զոհերի քանակից եւ վնասի մեծությունից, բնականաբար նմանատիպ հայցերը կարող է հարուցել միայն գլխավոր դատախազի որոշմամբ։ Հաղորդում հանցագործության գլխավոր դատախազ Դավթյանին, Պատժեն Հանրապետության նախագահ Սարգսյանին հաղորդում հանցագործության մասին։ Մեծարգո պարոն գլխավոր դատախազ, նկատի ունենալով, որ 1988 թվականի Հայաստանի հյուսիսային շրջանները աղոթի գոտու վերածած 6 մագնիտուդի երկրաշարժի արդյունքում պաշտոնական տվյալով զոհվել են ավելի քան 23,000 հայաստանցիներ եւ տարբեր գնահատումներով եւս 50-ից 100,000 անձինք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այլ երկրներում տեղի ունեցած երկրաշարժների հետևանքների վերլուծությունից մենք ունենք շատ մեծ ցանկ այդպիսի երկրաշարժների։ Այո, դուք ծանոթացել եք նախորդ հաղորդման ժամանակ։ Պարզ է դառնում, որ 6 մագնիտուդի երկրաշարժները չեն դասում առավել կործանիչ բնույթի երկրաշարժերի թվին։ Նրանց արդյունքում առաջ եկող զոհերի եւ վիրավորների քանակը սովորաբար չի անցնում 1 կամ մի քանի տասնյակ անձանցից։ Երրորդ, Հայաստանի եւ արտերկրի զանգվածային լրատվամիջոցներում եղել են բազմաթիվ հրապարակումներ այն մասին, որ Հայաստանի 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի անունը ստացած երկրաշարժը ունեցել է արհեստական ծագում եւ հավանաբար եղել է ստորգետնյա արհեստական պայթյունի հետևանք։ Առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175 հոդվածով, որը քրեական գործ հարուցելու պարտականությունն է դնում դատախազի եւ քննիչի վրա, ձեր վրա դրված պարտականությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177 հոդվածով, որը սահմանում է, որ քրեական գործի հարուցման հիմք են հանդիսանում հանցագործության մասին ֆիզիկական անձանց հաղորդումները։ Կոնկրետ դեպքում ձեր հաղորդումը։ Այո։ Եվ բոլոր նրանց, ովքեր կմիանան, եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179 հոդվածով, որը սահմանում է, որ քրեական գործի հարուցման հիմք են հանդիսանում լրատվական միջոցների հաղորդումները, այդպիսի բազմաթիվ հաղորդումներ կան։ Սահմանված կարգով հարուցել քրեական գործ Հայաստանի ավելի քան 23,000 քաղաքացիների մահվան եւ շուրջ 100,000 քաղաքացիների վնասվածքներ ստանալու փաստով եւ քրեական գործով ներգրավելով նաեւ երկրաշարժագիտության բնագավառի միջազգային փորձագետների հետաքննել եւ սպառիչ պատասխան տալ 3 հարցի։ Ի վերջո քրեական գործերը բացի մեղավորների պատասխանատվության ենթարկելուց նաեւ հարցերի պատասխաններ տալու պարտավորություն ունեն։ Հանգամանքներ ապացուցված հայտարարելու պարտավորություն ունեն։ Շատ լավ։ Առաջին, արդյոք Հայաստանի հյուսիսային շրջանների 88 թվականի դեկտեմբերի 7-ի աղետի գոտու վերածած երկրաշարժը ուներ բնական թե արհեստական ծագում, սա պարտավոր է քրեական գործով այս հարցին սպառիչ պատասխան տրվել։ Եվ եթե պարզվի, որ այն ունի արհեստական ծագում, ինչ սուբյեկտ է այն կազմակերպել եւ պատասխանատվության ինչ մեխանիզմներ է Հայաստանի պետությունը պատրաստում կիրառել հայության դեմ փաստացի ցեղասպանական ռազմական ակցիա իրականացրած իրավունքի այդ սուբյեկտի նկատմամբ։ Այո։ Այսինքն Ռուսաստանի նկատմամբ։ Դա կարող է լինել այլ մոլորակային, եթե դա արհեստական ծագում ունի, արհեստական ծագումը ենթադրում է, որ այդ ծագումն առաջացնող ինչ որ սուբյեկտ գոյություն ունի։ Դե ավելի կոնկրետ ասենք, որ ԽՍՀՄ-ի իրավահաջորդը Ռուսաստանն է, ուսումնա պիտի պատասխանատու։ Եվ ընդհանրապես այդ ԽՍՀՄ անունը կեղծիք էր, իրականում դրա տակ թաքնված էր նույն Ռուսաստանը։ Այո։ Երկրորդը, ինչ պատճառներով է ընդամենը 6 մագնիտուդի երկրաշարժը Հայաստանում հանգեցրել բազմահարկ շենքերի ամբողջական կործանման, ինչի արդյունքում զոհվել են Հայաստանի մի քանի տասնյակ հազար քաղաքացի եւ տուժել եւս 100,000-ավորները այն դեպքում, երբ այլ երկրներում 6 մագնիտուդի երկրաշարժի զոհերի ու վիրավորների թիվը սովորաբար չի անցնում մի քանի տասնյակից։ Սա մի հարց է, որի պատասխանը որևէ մեկը 30 տարում չի տվել ու չի միշտ շրջանցում են այս հարցը։ Այդ մասին երևի կխոսենք մանրամասն։ Ինչն է եղել նման ավերածությունների իրական պատճառը, ովքեր են մեղավորները։ Եվ քրեական գործով հաշվարկել Հայաստանի տնտեսությանը 88 թվականի երկրաշարժի պատճառած ամբողջական վնասը եւ սահմանել այն գործով մեղադրվող սուբյեկտներից վերականգնելու եղանակը։ Մի փոքր առաջ դուք այս G-կետի մասին ասացիք, որ 14 միլիարդ դա անմիջապես որը հանվեց շրջանառությունից անմիջապես 14 միլիարդը այն ժամանակվա թվով 14 միլիարդ դոլարներ կարելի ասել, չէ՞, համարյա, կամ մի քիչ ավել։ Շատ ավել, նույնիսկ ավել, որովհետեւ իրանք 60 կոպեկ էր այն ժամանակ։ 68 կոպեկ էին հաշվում այն ժամանակ դոլարը։
պաշտոնական գնով։ Այո, պարոն Բաղդալյան, շատ լավ։ Խնդրեմ եւ վերջի մասը համեցեք։ Քրեական գործով հաշվարկել Հայաստանի տնտեսությանը պատճառած վնասը եւ դրա գործով մեղադրվող սուբյեկտներից վերականգնելու եղանակը։ Այո։ Դա կարող է լինել միջազգային դատարանը։ Այո, շատ լավ։ Ըստ այդմ հարուցվել է քրեական գործով ապահովել քրեական դատավարության հիմնարար սկզբունք հանդիսացող հանցագործության համար պատժի անխուսափելիության սկզբունքի կիրառումը։ Սա քրեական դատավարության հիմնարար սկզբունքն է հանցագործության համար պատժի անխուսափելիությունը։ Եվ զոհերի մահվան, վիրավորների վնասվածքների եւ տեղի ունեցած ավերածությունների բոլոր մեղավորների ենթարկել օրինական պատասխանատվության եւ ապահովել թե զոհերի հարազատների ու վիրավորների արդարացի փոխհատուցման իրավունքը, որը որ Հայաստանի միացած Եվրոպական կոնվենցիայի 41-րդ հոդվածը Հայաստանին պարտավորեցնում է արդարացի փոխհատուցում տալ ցանկացած հանցագործության զոհի եւ վիրավորի տուժածի։ Եվ թե Հայաստանի Հանրապետության տնտեսության կրած վնասների վերականգնումը այդ օրինակ երկրաշարժի այդպիսի հետևանքների մեղավոր ճանաչված անձանցից, կազմակերպություններից ու պետություններից։ Այսինքն Գորբաչովից սկսած պետք է դատվեն։ Բնականաբար։ Ռիժկովն էլ ազգային հերոս է Հայաստանի, ճակերտավոր։ Բոլորը պիտի դատվեն, որովհետև նա առաջի դեմքն էր երկրի, սա էլ վարչապետն էր երկրի, Ռիժկովը, որ իր հանցագործության համար հայերի կողմից, իր հայ գործակալների կողմից ազգային հերոսի կոչում է ստացել։ Սա խայտառակություն է։ Սա ազգային խայտառակություն է։ Շնորհակալություն, պարոն Բադալյան։ Ես հուսով եմ, որ այս ձեր հաղորդումը հանցագործության մասին Հայաստանի Հանրապետություն կոչված քաղաքական այդ միավորում, որ ավելի շուտ իրականում եկեք պարզ ասեն գաղութ է ռուսական, կփորձեն ընթացքի մեջ դնել, բայց 99.99%-ով համոզված են, որ իրենք դա չեն անելու։ Եթե այնտեղ նորմալ ազգային իշխանություն չգա, ժողովուրդը չբերի նորմալ իշխանություն, սա չեն անելու։ Այսինքն դուք սրանով սա տալով իրենց լյուստրացիա եք ենթարկելու Հայաստանը։ Այո, որովհետև իմիջայլոց քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է հանցագործության մասին հաղորդում տվող հաղորդումը ստանալուց 10 օրյա ժամկետում ստանալուց անմիջապես հետո քրեական դատավարության մարմինը դատախազը կամ քննիչը պարտավոր է քրեական գործ հարուցել եւ իսկ եթե կասկածում է այնտեղ եղած տվյալների իսկությանը պարտավոր է 10 օրյա ժամկետում ստուգել եւ հարուցել պատասխանել հարուցել կամ մերժել քրեական գործի հարուցում, այսինքն ընդ որում մերժելը պետք է լինի փաստարկված, այսինքն ինչի հիման վրա է ինքը համարում, որ այսինքն որոշակի հետաքն ինքը պետք է ինչ որ արձագանք պիտի լինի պաշտոնական, պարտադիր եւ դա պետք է փաստարկված արձագանք լինի, որը պիտի լինի առավելագույնս 10 օրում, առավելագույնս 10 օրում, որից հետո Եթե 10 օրում մենք պատասխան չենք ստանում կամ ստանում ենք բացասական, եթե 10 օրում ուրեմն լինում է 3 տարբերակ, կամ ստանում ենք պատասխան, որ քրեական գործը հարուցվել է եւ մեզնից խնդրում են ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր կամ վկայություններ կամ փաստեր կամ տեղեկություններ խնդրու առարկա գործի հետ կապված, մենք բնականաբար ներկայացնում ենք մեր ձեռքի տակ եղած ինֆորմացիան մամուլից եւ այլ կամ երկրորդ տարբերակը, որ մերժում պետք է լինի փաստարկված, մերժման դեպքում մենք բողոքարկում ենք դատարան, պահանջում ենք դատարանին պարտավորեցնել դատախազությանը հարուցել քրգործ, այնուհետև դատարաններով կարող ենք բարձրանալ մինչև վճռաբեկ դատարան, որից հետո եվրոպական մի քանի տարբերակ կա, եվրոպական դատարանը կա կամ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը կա եւ կա Հագայի դատարանը, որ բոլոր տեղ կարող են, որովհետև եղած հանգամանքը 23000 մարդու պաշտոնական մահվան եւ 100,000-ի չափ վիրավորների հանգամանքը դա մի բան է, որը որ պետք է չի կարող հենց այնպես մերժվել, հենց այնպես փակվել, այսինքն այդ մարդկանց մահվան հանգամանքները պարզաբանված չեն եւ պարտավոր են պարզաբանել։ Եվ կա երրորդ տարբերակը, որ մենք ոչ մի պատասխան չենք ստանում դատախազությունից, այս դեպքում մենք դիմում ենք դատարան, բողոքարկում ենք դատախազության անգործը։ Հայաստանի դատարան, առաջին ինստանցիայի որևէ դատարան։ Մենք պարտավոր ենք գնալ Հայաստանի բոլոր դատարաններով, որպեսզի դուրս գանք Հայաստանից։ Բողոքարկում ենք Հայաստանի դատարանների դատախազության անգործությունը։ Մենք կարող ենք դրան ավելացնել հանցավոր անգործություն։ Այո։ Որովհետև անգործությունը երբ սահմանադրորեն օրենքով նախատեսված պարտավորություններից ինչ որ մեկը լինի դա
քննիչը դատախազ հրաժարում է կատարել, դա ինքն արդեն դրանով նաև հանցավոր դիտավորություն է դրսևորում։ Իհարկե։ Հանցավոր գործություն կարող են բողոքարկել, այսինքն օրենսգիրքը, օրենսդրությունը քրեադատավարական մեզ դրա հնարավորությունը հրաշալիորեն տալիս է։ Գեցեք, բոլոր տարբերակները նախատեսված դուք այստեղ ներկայացրեցիք, այնպես որ սա իրոք լյուստրացիոն փաստաթուղթ է, լակմուսի թուղթ, Եվ ինքը կարող պրոցեսի մեջ հետաքրքրությունն, այսինքն ի վերջո այդ հարցերը հասարակության մեջ բնականաբար կան, մնում են։ Մարդիկ ուզում են իմանալ ինչ է կատարվում։ Հարազատները 23000 մարդու, արդեն դրանք 123,000 մարդու արդեն 123,000, ասենք դա կազմում է միլիոնավոր հայեր, գոնե նրանք եթե հետարկվեն, սա ահավոր բան է։ Եթե ասենք որևէ մեկին հետարկիր չի, չնայած չեմ կարծում, ես ուղղակի ասեմ պատկերացրեք թե ինչ կլինի։ Բայց Պարոն Բադալյան, ճիշտն ասած, շատ ճիշտ ու ամեն ինչը շատ լավ արեցիք ու ես վստահ եմ, որ դուք այս ամենը շատ հետևողական առաջ կտանեք, այո, հենց այդ եմ ուզում ասել, որովհետև մեծ փորձ ունեք, ես կուզեի այդ փորձի մասին ներկայացնեք, բայց մի երկու բառով ասեմ հարգելի հեռուստադիտողներին, որ պարոն Բադալյանը հիմա ինքը չի կարող այդ լրիվ երևի այդպես ասի, թե ինչ, բայց տեսեք, մարդուն ներկայացրել էր սերժական ռեժիմը կամ լավ ասենք քոչայանական ռեժիմը, տարբերություն չկա դրանց միջև, ինչպես նաև այսօրվա իրան ժառանգորդ այդ նիկոլական ռեժիմը, սրանք բոլորը փաստորեն Հայաստանի քաղաքացիներից մեկին պարոն Նայիրի Բադալյանին ներկայացրել են մեղադրանք, որ ինքը ահաբեկիչ է։ Այդ հարցով ինքը Հայաստանում մի քանի մարդ կար, որ այդպես չի մտածել եղել։ Թե հա, ինքը չէ, բայց հիմա կերևա ինքը ինչ ռեժիմ է, որովհետև որևէ կերպ իրենց արտաքին քաղաքականությունից չի շեղվել, իրականում նաև ներքինից չի շեղվել, եթե ճիշտը խոսենք, բայց փաստը հետևյալն է, տեսեք, դուք կարողացաք ապացուցել, որ դուք անմեղ եք, ավելին Ամերիկայի Միացյալ Նահանգները, որի առջև ձեզ ուզում են պիտակավորել որպես ահաբեկիչ, ամենասարսափելի մեղադրանքով արդարացրեց ձեզ ամենա, չգիտեմ, մանրակրկիտ ուսումնասիրությամբ բացահայտելով, որ այս մարդը մաքուր է։ Հիմա դուք նաև եվրոպական դատարան եք, չէ՞, հարցը մտցա եւ շահել եք Հայաստանի Հանրապետության դեմ։ Ես ինչ եմ ասում այսօրվա ռեժիմը Հայաստանի Հանրապետության դեմ մասնակի շահել եմ Հայաստանի Հանրապետության դատարանում։ Բայց եվրոպական դատարանում դեմ եք շահել։ Եվրոպական դատարանում ես դեռ չեմ շահել։ Դեռ չեք շահել, բայց գործը ընթացքում է։ Գործը ընթացքում, այո, սպասում եմ վճռին։ Ես կարծում եմ վճիռը պիտի որ ձեր օգտի լինի, որովհետև այո։ Բայց հարցը ինչն է, ես ինչ եմ ասում նաև այս ռեժիմը, որովհետև այդ ռեժիմի այսօրվա վարչապետը կանգնում ասում է երրորդ հանրապետությունը, այսինքն ինքը իրեն համարում է այդ հանրապետության շարունակողը։ Հեղափոխություն արած մեկը, պարոն Բադալյան, իմ կարծիքով պիտի նախ առաջինը վերադառնալ առաջին հանրապետությանը, որի մասին խոսեցինք եւ դեռ երևի խոսենք ու բացատրենք ինչու։ Եվ երկրորդն էլ, եթե դու ասում ես, որ դրա շարունակողն ես ու իմիջիայլոց շատ էլ լավ հագել ես այդ սերժական կոստյումը, վրա լավ նստել է։ Դերցակ, ուրեմն նայեք, եթե Հրայր Թովմասյանին ինքը առաջի օրը եկած հայտարարել որ նա այսպիսի վատ սահմանադրություն է կարել, ուրեմն այսօր Թովմասյան այսքան չէր կարողանա խոսալ եւ իրենց այդ ամբողջ թիմը, բայց ինքը նրա կարած կոստյումը հագել է եւ նրան ուզում է բան ասել, չի կարող։ Եթե նրան հայտարարի հանցագործ, պիտի հանցագործ համարվի նաեւ սահմանությունը, որը այսօր վերցնելով ինքը եկավ իշխանության եւ փաստորեն ինքը այսօր ոչ լեգիտիմ վարչապետ կդառնա, սա մեկ, երկրորդը, այս փաստաթղթին թույլ տվեք վերադառնալ, դուք սրանով գիտեք ինչ մեծ շանս եք տալիս Հայաստանի այսօրվա իշխանություններին իրենց ժողովրդի մոտ այսպես ճակատը բաց ներկայանալու եւ մաքրելու իրենց այն ախտերից, որ իրենց նախորդ ռեժիմները ունեցել են։ Այդտեղ կերևա կար հին Հայաստան եւ կա իբր նոր Հայաստան, թե ընդհանրապես նույն բանն է, ուղղակի KGB-ական հերթական սցենարով փորձում են խաբել ժողովրդին։ Իհարկե սա, եթե իրանք խելք ունենան, պարոն Բադալյան, ձեր այս փաստաթուղթը ընթացքի կդնեն Եվ գոնե զոմբիացված մասսային կապացուցեն, որ տեսեք մենք ուրեմն այս ինչ ազգային խնդիր ենք լուծում, բայց կերկարաձգեն, քանի որ իրանց պապաները Մոսկվայից իհարկե թույլ չեն տալու, որ այս հետաքննությունը գնա եւ նրանք Ռուսաստանի դեմ ոչ չեն գնա, եթե իրենց դրածոներն են, չէ՞։ Հա, ուրեմն գոնե այդ խելոք, ուրեմն մի կողմից խելոք, բայց մյուս կողմից դավաճանական քայլով իրենք փաստորեն ձեր ձայնը կամ ասենք այն ընվզող մարդկանց եւ այս խնդիրը բարձրացնող մարդկանց ձայնը որոշ ժամանակ կկտրեն։ Եթե խելք ունենան, սпасելով տեսնեն թե ինչ ալնում Ռուսաստանում, դատում են Պուտինին, գցում են գահից, թե ինչ, հա։ Հետաքրքիր մի հատ իրավիճակ է ստեղծել։ Փաստացիորեն Ռուսաստանի դեմ այս օրինակ հայցադիմումներ ներկայացնող երկրները
նախկին սովետական միությունը փաստացիորեն երկու մասի է բաժանվել։ Մի մասում մուսուլմանական հետամնաց երկրներն են հայտնվել Ռուսաստանի հետ, Ղազախստան, Կիրգիզստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, որոնք որ Տաջիկստան, նրանք իրանախոս երկիր է, բայց այդտեղ է հայտնվել։ Բոլոր նրանք, որոնք որ մուսուլմանական, որոնց համար ասիական այսպես էլ հրաշալի, ամեն ինչ լավ է, եւ մյուս երկրները, որոնք ընդվզում են, պայքարում են իրենց իրավունքների համար, իրենց Ռուսաստանի կողմից ոտնահարված իրավունքների համար, իրենց պատմության կեղծման դեմ են վերջերս ընդամենը մի քանի օր առաջ Էստոնիայի նախագահը հայտարարեց, որ 1920 թվականի ուրեմն փետրվարի 2-ի պայմանագրով սահմանված է Էստոնիայի եւ Ռուսաստանի միջև սահմանները։ Տարտուի պայմանագիրը նկատենք, այո։ Դրանից հետո դա միակ պայմանագիրն է, որ միջազգային ռեգիստրներում գրանցված է։ Գործող պայմանագրերի ՄԱԿ-ի գործող պայմանագրերի ռեգիստրում գրանցված է եւ փաստացի ճանաչված է բոլոր երկրների կողմից, իսկ Էստոնիայի օկուպացիան 40 թվականին սովետական միության կողմից ապօրինի ռազմական ագրեսիա ակտա, որը Էստոնիան ինքը չի ճանաչում եւ դրա հետ Էստոնիայի պետականությունն ու պետական սահմանները սահմանված են Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրով։ Եվ հիշում եք ինչ էին պատասխանել ռուսները էստոնացիներին։ Ռուսներն էստոնացիներին ասում են, որ 40 տարի դրանից հետո միասին են եղել եւ Իրանք ավելի լկտի ձևով պատասխան տվեցին եւ ավելի դիվանագիտորեն տխմար։ Հիշում եք, մենք 2 օր առաջ հաղորդում ենք տվել այդ մասին, ռուսական կողմը պատասխանել է իրենց խորհրդարանի այդ պետական դումա կոչեցյալի արտաքին հարաբերությունների ուրեմն հանձնաժողովը եւ ԱԳՆ-ն հասցրել է սա էստոնացիներին, թե գիտեք ինչ է Տարտուի 20 թվականի պայմանագիրը արդեն մեր հետ ապրել արդեն չէ 40 թվականին մի անգամ խախտվել է, մենք գրավել ենք այդ տարածքները, մի հատ 44 թվին են գրավել, ուրեմն ինչ գործել դրա նման ցինիզմի ու նման հիմարության գագաթնակետ մեր ռուսները կարող են տալ եւ ինչպես նայ Կուրիլյան հարցում ճապոնացիների այս դիկն են գրավել, որ իհարկե շատ վատ է վերջանալ իրանց համար, բայց ինչեւ է լավ, թողնենք շատ լավ է որ դուք էստոնականն էլ հիշեցիք եւ շատ լավ է որ դուք ուզում եք սա կոմպլեքսի մեջ նայեք։ Ինչ եք կարծում, մենք կազմում ենք համատեղ ճամբար այդ այսպես արևմտյան կողմնորոշման կամ ասենք ազատասեր առաջադեմ ժողովրդների հետ թե ոչ։ Այո, բնականաբար, այսինքն ոչ թե մենք, այլ աշխարհի ընկալումն էլ երկփեղված, այսինքն դու որ կողմում ես, դու այն մուսուլմանական հետամնաց ազգերի լիգայում ես, որոնց համար Ռուսաստանը փրկություն է եղել զրոյից ազգ դարձնելու process-ը իրանց համար կազմավորել մուսուլմանական։ Ինչ որում հետաքրքիր է, որ ռուսները շատ հետաքրքիր խոսքից խոսքա գալիս։ Ռուսները իրանց հայտարարում են սլավոնական երկիր, բայց այսօր կոնֆլիկտի մեջ են բոլոր սլավոնական երկրների հետ Ռուսաստանը։ 150-200 տարի նույն վիճակն է, հիշում եք։ Նրանք Լեհաստանը ջնջեցին, ոչնչացրեցին ժամանակին։ Լեհաստանի ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքն է Ռուսաստանը։ Բայց չեխական այդ Պրագայի դեպքերը հիշեք, ջարդեցին ուղղակի։ Սլովակների միջև վերջերս Սերբիայի հետ էին քիչ թե շատ նորմալ, հիմա Սերբիայի հետ էլ քարտվեցին, դավաճանեցին, չէ՞։ Քանի անգամ։ Ուզում եմ ասեմ, բոլոր սլավոնական Բուլղարիայի հետ ոնց վարվեցին։ Բոլոր սլավոնական երկրների հետ ռուսները հիմա ունեն ճշնամական հարաբերություններ, հրաշալի իդեալական մեղրամիսային հարաբերություններ ունեն մուսուլմանական երկրների, Սովետ միության նախկին մուսուլմանական հանրապետությունների եւ Թուրքիայի ու այսինքն այս երկիրը իր մեջ գենետիկ ասեմ, թաթարական այդ կողմնորոշումը Ճիշտ եք ասում, բայց եկեք դա լրացրեք նաև մի բան, քաղաքակրթական խնդիր է ինձ թվում, դա էթնիկական չի, տեսեք, իրենք նաև ունեն, այսպես ասենք, հակակրան կամ ներքին քաղաքակրթական հակազդեցություն ունեն իրենց կրոնին պատկանող եվրոպական ժողովուրդներ, տեսեք, Հունաստանին քանի անգամ ջարդեցին։ Հենց նոր ասում եք, չէ՞ որ Աթաթուրքին զենքը այն ժամանակ Աթաթուրք չէր, Քեմալ Փաշա էր ընդամենը, հա, Աթաթուրք հետո իրեն տվեցին այդ պատվանունը թուրքերի հայր, բայց ռուսական զենքով ջարդեցին Հունաստանը, ռուսական զենքով ջարդեցին Հայաստանը, Վրաստանը, ռուսական զենքով այդ նույն քրիստոնյա երկրները, հենց Ռումինիան հիշեք ինչ արեցին եւ այլն, Հունգարիան։ Ռուսները 1848 թվականի հունգարական ապստամբությունը ուղղակի այն խայտարակ ձևով են ուրեմն ջարդել ռուսական բանակը մինչև սապոգները արյան մեջ Հունգարիայում, եթե նրանք չլեին Հունգարիան ազատ երկիր էր դառնում։ Ուզում ասեմ, որևէ քրիստոնյա երկրի հանդեպ կամ Ֆինլանդիան այսօր ներողություն, դա հենց
կրոնական հանգամանքի առումով Պուտինը ում հետաքրքրում է հանգիստ կարող է բանում YouTube-ում փնտրել կգտներ Պուտինը ուղղակիորեն բաց հայտարարում է որ ռուսական պրավասլավյան շատ ավելի մոտ է իսլամին քան թե արևմտյան քաղաքացիական բառացիորեն ինքը հստակ ասում է որ ռուսական պրավասլավյան մուսուլմանությունը իսլամին շատ ավելի մոտ է քան արևմտյան քրիստոնեությունը բայց տեսեք այս պուտինյան թեզը նոր չի առաջացել բայց ցարական Ռուսաստանում հա բաց ասում են ցարական Ռուսաստանում հիշում եք Գումիլովի թեորիան կար էնել էր ասում որ թուրքերը գիտեք ինչ ռուսներին համարյա թե թուրքերի հետ միասին համատեղ ծագում էին տալիս եւ այսօր էլ թեզը Ես տեսել եմ բավական ուրեմն ռուսական այդ KGB-ի գեներալներ, բաներ եւ այլն ելել են արդեն լեկցիաներ են կարդում տարբեր ամբիոններից, որ մենք ավելի մոտիկ ենք ուրեմն թուրքական ազգերին, ալթայան ազգերին, հետո մոնղոլական նվաճում չի եղել, պարզապես մի դինաստիա մյուսով է փոխարինվել Հասկանում եք, պատմությունը հենց են կեղծում սրանք հայտարարակ ձևով, որ հիմա կեղծում են, չեն կեղծում իրանք իրենց գենետիկորեն ու հոգեբանորեն ու քաղաքակրթական առումով իրենք համարում են մուսուլմանական աշխարհի մաս եւ իմիջայլոց հրաշալիորեն փաստարկված երևույթ է, որ իսլամական տերորիզմը 70-ականներին սկսած Արաֆաթով սա KGB-ական ծագում է։ Այո, Եվ տեսեք, ես երևի մի առանձին հաղորդում եմ պատրաստելու Ռուսաստանում այս ռուսական այդ ձեր ասած Ղրիմում հենց բազակար որ վարժեցնում էին հոգեբանական ուրեմն սոցիալ-հոգեբանական էլ մշակում էին Պատրիս Լումումբայի այսպես կոչված Դե ոչ միայն մուսուլմանական, ընդհանրապես աշխարհում տերորիզմը Կուբայում էլ չէ իրան գրեցին բայց կոնկրետ մուսուլմանական տերորիզմը, ասենք Կուբայում ասենք Terrorism որպես այդպեսի բան չէ, դա էքստրեմիստ, ձախ էքստրեմիստ, ասենք ուլտրաների շարժումներ։ Բայց նույն տեղում էին վարժեցնում, նույն ճամբարները։ Բայց մուսուլմանական տերորիզմը, որ այսօր դարձել է չայտ աշխարհի համար, իրանք են հրահարել եւ իրանք դեռ Լենինի ժամանակ, հիշում եք, իսլամական աշխարհի հետ իրենք համապատասխան ուրեմն համագործակցության ինքեր տվեցին, չէ՞ որ Անգլիայի թշնամին էին արևմտյան աշխարհի եւ այո այդ Բաքվի կոնֆերանսը որ հիշեցիք, ընդհանրապես խնդիրը դրած արևելքի ժողովուրդներին եւ դրանք էլ հիմնականում դիտվում են որպես իսլամական ժողովուրդներ եւ մուսուլմանության նրանք փորձում էին ոտքի անել արևմուտքի դեմ, այս քաղաքակրթական հակասության մեջ իրենք այդ բնականաբար իրանք գիտեին ինչ էր անում, քաղաքական հարց է, բայց այսօր այդ բումերանգը իրենց նետած իրանք վերադառնալու է շատ ցավալի, եթե չասենք մահացու հարված է տալու Ռուսաստանը։ Այսօր արդեն Ռուսաստանի 144 միլիոնից 22 միլիոնը մուսուլման են ու արագորեն իրենք են աճում նույնիսկ ստատիստիկ տվյալներն արդեն սկսել են փակել Մոսկվա քաղաքի համար որովհետև որոշ տեղեկություններով Մոսկվայում արդեն մուսուլմաններ մեծամասնություն մսկիթներ եւ ուրփաթորը երբեմն որոշ ամբողջ փողոցներ փակ են որտեղ ցանկի եկած ուրեմն չոքած աղոթում են օրերը Մոսկվան փակվում է հա Այդ Նովրուզը իհարկե մուսուլմանական տոն չի իրացակում։ Դուք գիտեք, որ իրանցիներն են տարածել Նովրուզի նոր տարին, մարտի 21-ը հայկական տոն է եղել, ինչև իրանցիներին տալը, իսկ իրանցիներից իսլամ են։ Լավ, դա իհարկե ուրիշ խնդիր է, բայց վերադառնալով մեր այս քննարկած հարցին, գիտեք, ես ձեզ ինչ եմ ուզում ասեմ, պարոն Բադալյան։ Երևի, քանի որ շատ դուք ճիշտ հիշեցիք տարբեր առաջադեմ ազգերի կողմից Ռուսաստանի դեմ բարձրացած այս խնդիրները, Կարծում եմ նախ իհարկե այս փաստաթուղթ մենք լյուստրացիա պիտի անենք Հայաստանում, որովհետև եթե սա չանեն, ուրեմն ակնհայտ է, որ ռուսական կրունկի տակ եւ նրանց դրածող ռեժիմ է դա։ Միքայելոց ներողություն եմ խնդրում։ Նույնիսկ այսինքն մերժելը ուսումնասիրել ճշտել թե ինչ է կատարվել Հայաստանում 23000 մարդու սպանության պատճառ արդեն իսկ ուղղակիորեն ապացույցային բանի, որ իրենք գիտեն ու վախենում են առաջ գնալ, որ մոտորապես նույն իրավիճակն է, ինչ որ ասենք 27-ի գործում, ինչ որ մարտի 1-ի գործում, այսինքն երբ գալիս հասնում ես մի կետ, որից ենկոմ արդեն չես կարող խաղալ եւ պետքա գնաս կամ չգնաս, արդեն իրանք բացահայտում ես քեզ, արդեն ուղղակիորեն կանգնում են եւ հրաժարվում քեզ ճանապարհից հետ են գնում, ասեն նույնն էլ մարտի 1-ի գործը, ասեցին բացահայտվածա, բոլոր հանցագործները մի մարդու նման չեն գնում Պարագվայ, չեն գնում Ուրուգվայ, չեն գնում Մադագասկար, չեն թռնում Լուսին, չեն փախչում Մարս, Մոսկվա եւ միակ տեղը որ Մոսկվան փակում է այդ մարդկանց, ասում է չեմ տալու։ Այո։ Իսկ ոմանց էլ տեղում են սպանում, չէ՞ որոշ գեներալների։
Օրինակ գեներալ Հարությունյանը հենց այդ ժամանակ ներքին գործոս նախարարն էր Հայաստանի, իսկ ներքին գործոս նախարարության զորքերը մի քանի օր առաջ սարսափելի բան կատարվեց Հայաստանում, ահավոր բան կատարվեց եւ աշխարհի որևէ քիչ թե շատ իրեն հարգող երկրում ու իրան հարգող ժողովրդի մոտ այդպիսի բան չէր կարող կատարվել։ Մի քանի օր առաջ հերթական անգամ պետք է տեղի ունենար նախանցալ տարվա դեկտեմբերին Գյումրիում սպանված Ջուլիետա Ղուկասյանի կարծեմ հունվարի 19-ից չէ կարծեմ սպանության կապակցությամբ Ռազգիլդիայևի դատը մի քանի օր առաջ ազգանուն ունի Ռազգիլդիայի իսկական Ռազգիլդիայի մի քանի օր առաջ Ռուսաստանի ռազմաբազան հերթական անգամ հրաժարվեց հանցագործին ներկայացնել Հայաստանի դատարան պատճառաբանությունն էլ թե որևէ երաշխիք դուք մեզ երաշխիք չեք տվել նրա անվտանգության նախ սկսենք նրանից որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև միջպետական պայմանագրով որով սահմանվում է այսպես կոչված ռուսական ռազմաբազայի ներկայության հանգամանքները Հայաստանում հստակ սահմանված է որ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարած ցանկացած հանցագործության դեպքում Ռուսաստանի զինծառայողը եթե դա կատարվել է բազայի սահմաններից դուրս ընդդատյալ է Հայաստանի Հանրապետությանը եւ բացառապես Հայաստանի Հանրապետության դատարանին ու Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին մինչդեռ Հայաստանի Հանրապետության իրավապահ կոչված մարմինները ձերբակալում են հանցագործին տալիս Ռուսաստանին Բա իրանց չի կարելի ասֆալտին փռել, պատին ծեփել, Հայաստանի սահմանադրությունը խախտելու համար։ Այդքան դուխ չունեն։ Բայց այդ դուխը մենակ գլխարկի վրա գրելու համար է։ Դուխը մենակ թե ազգային շահերը պաշտպանելու։ Պոլիցայություն Հայաստանի բանը Հայաստանի զոմբի քաղաքացիների գուբերնիայի տարածքում գուբերնա նայողի այսպես կոչված Պուտինի տված դուխն է փաստորեն։ Հայերի տված ոքին չի։ Ներողություն, շատ մի բան մեծացրեք Պուտինի տված չի, Մարի Զախարովայի Ոխվամս քեզ հայոց աշխարհ թե Զախարովան պետք է վարչապետիդ նշանակի, հա, հասկանալի է։ Չէ, կարծում եմ ամեն դեպքում Բաշնյաներից մեկը տվել է, Կրեմլի աշտարակներից մեկը իր համաձայնությունը տվել է Թավշյային։ Բայց տեսեք ինչ լավ սցենարով խափում են, չէ, ժողովրդին։ Նիկոլը Պուտինին դիմավորեց աստիճանների վերևում։ Ուրեմն մենք ապստամբած ենք Ռուսաստանից։ Մենք մոտավորապես ոնց են կուլ տալիս մարդիկ այս խաղալիքները։ Մոտավորապես գտնվում ենք այսօրվա աշխարհի անկախության երկրների անկախության սանդղակում, մոտավորապես մենք գտնվում ենք Աբխազիայի մակարդակում։ Եթե հիշում եք, մի 10 օր առաջ, 10 օր չէ, երևի 3 շաբաթ առաջ, Կիրակի օրը, ուրեմն տեղական Հաուլյայտերին ֆյուրեր Պուտինը փոխեց։ Խաջիմբան հերթական անգամ կեղծեց ընտրությունները եւ հրաժարվում էր բանանել միտինգներ սկսվեցին Սուրկովին ուղարկեցին Խաջիմբան հայտարարեց որ այս բանը միտինգավորներին գնահատելու է որպես բանը պետական դավաճաններ եւ զորքակիրառելու նույն օրը եւ այդ Սուրկովը եկավ Աբխազիա մի քանի ժամով հանդիպեց երկու բառով մեր հերոստատիտողներին ասեք թե ով է Սուրկովը ինչ արարած է դա իրեն հրեա ձևացնող իրականում չեչեն, բայց ռուսական չեչեն Սուրկովնը Ենիչեր բանաստեղծ այսպես կոչված քնարական զեղումներով մարդ որը որ կազմակերպել է Դոնբասը Լուգանսկի ու Դոնբասի այսպես կոչված հանրապետությունները մարդ որը որ այսպես կոչված վերահսկողներ հյուսիսային Կովկասի հանրապետությունների բայց հիմա էլ ինք ուկրաինական ուղղության պատասխանատուներ բայց կոզակն է հիմա արդեն այս վերջի վարչապետության փոփոխությունից հետո կոզակը դարձավ այս փոխվարչապետ առաջին փոխվարչապետ եւ կոզակին փոխանցվեց Սուրկովի բաները պարտավորություն կատարածներ եւ Սուրկովը անցավ պատվավոր թոշակի բանաստեղծություններ գրելու եւ յոգայով զբաղվելու ուրեմն Սուրկովը մի օրվա ընթացքում գալիս է Աբխազիա հանդիպում է Խաջիմբային նույն օրը եւ այդ Խաջիմբան հայտարարում է որ ինքը հրաժարական է տալիս նույն օրը եւ այդ Աբխազիայի երագույն խորհուրդը նշանակում է նոր պրեզիդենտական ընտրություններ Դա էլ Աբխազ պրեզիդենտի դուխը նույն օրվա ընթացքում այսինքն մենք մոտավորապես այո ինչ տարբերություն ասեն նարիշկի նկատմամբ թե լավ բայց հիմա Աբխազիայի մակարդակի այս հանրապետությանը այս հանցագործության մասին հաղորդումը տալով մենք բացահայտելու ենք այդ փաստը մեր ժողովրդի առաջ 1 եթե իրանք կարողանան խաղը տանել Մոսկվայի տեմպես որ սա ընդունեն չնայած Մոսկվայան սա ուղղակի մահացու փաստաթուղթ եք դուք գրել ասեմ ձեզ
եթե հանգարց իրենք դիվանագիտությունն այդքան որ ընդունեն եւ փորձեն ձգձգել մինչեւ տեսնեն ինչ է լինում, ամեն դեպքում մենք արդեն այդ ձեր նկարագրած աստիճաններով կարող են գնալ։ Եվ վերջինը, կուզեի մի բան ասեի ձեզ, արդյոք պետք չի որ մենք համատեղ այդ ճամբարը կազմենք մեր արևմտյան փաստացի բնական դաշնակիցների հետ, սա մեկ, եւ երկրորդը, արդյոք միայն այս մի հաղորդմամբ մենք պիտի Ռուսաստանին ջախջախենք, որտեղ գիտեք ինչ է, Ռուսաստանը այսօր քաղաքական նման process-ների սկսվելու դեպքում ստիպված է լինելու թույլաtsնել գոնե Հայաստանի էստրկական շղթան, որ գծած է մեր ժողովրդի վզին, այնտեղ հայրենիքում։ Բնականաբար այն նաև այն մարդկանց, որոնք իբր թե ժողովրդի կառավարողներ են համարվում։ Մենք փաստորեն պիտի շնորհակալություն հայտնենք sense փաստաթղթերում, որովհետև դրանով իսկ մենք իրենց լուֆտն ենք մեծացնում, այդպես չի։ Բնականաբար, բայց նրանք եթե ցանկություն ունենան այդ լուֆտն օգտագործելու, ցանկություն ունենան քաղաքականություն վարելու, միջպետական հարաբերություններ ստեղծելու, նրանց հարաբերությունները միջպետական չեն։ Նրանց հարաբերությունները Վորոնեժի մարզի մակարդակում, հորիզոնական չեն։ Նրանց հարաբերությունները ուղղագիծ են։ Ենթակայական են սյուզերենի եւ վասալի հարաբերությունները, իսկ այդ սյուզերենի վասալի հարաբերությունները այսօրնա կարծիք չեն քննարկում։ Ես որոշ հերոստատիտողներին դուք բացատրեք խնդրեմ կամ ես ասեմ երևի որպես պատմաբան, թե ինչ է վասալ եւ սյուզերեն, որտեղ մենք շատ քաղաքական մեկնաբաններ ունենք, որոնք գիտեն թե վասալ նշանակում է, ասենք շնիկ օրինակ։ Դա ֆեոդալական տերմինաբանություն է, որը նշանակում է սյուզերեն, այսինքն ինքնիշխան մեկը, դա կլինի արքա կամ մեծ հերցոգ կամ դուքս եւ այլն, որին ենթակա, ասենք թե մանր-մունր ավելի ֆեոդալներ կան, ասենք կոմսեր, բարոններ եւ այլն, եւ այդպես հիերարխիայով դեպի ցած։ Հիմա Հայաստանը գտնվում է, ինչպես շատ ճիշտ նշեց պարոն Բադալյանը, ուրեմն մոտապես Աբխազիայի կարգավիճակին, այսինքն սա մի ավտոնոմ հանրապետություն էր Վրաստանի կազմում, որին իբր թե անկախության պատերազմ անեց Ռուսաստանը, մտավ գրավեց, եւ այդ Աբխազիային, որին 4 երկիր է ճանաչել աշխարհում, այդ թվում կարծեմ Նիկարագուան ու Վանուատուն, չէ՞, փողով առան այդ ձայները ռուսները, հա, այդ 4 երկիր եւ հիմա այսօրվա դրությամբ պարզ է ակնհայտ է դառնում, դա ընդհանուր ռուսական մարզ է, Վորոնեժի մարզի մակարդակի։ Հիմա Հայաստանին իջեցրել են այդ մակարդակի, սա է ուզում ասել, վասալական այս կարգավիճակում է այ ժողովուրդը եւ այս փաստաթուղթը եւս մի անգամ ես շատ շնորհակալ եմ պարոն Բադալյանին, որ հնարավորություն է տալիս այ ժողովրդին նախ իր ազգային այս խնդիրը թույլ չտալ, որ սպիանա, չնայած դա չպետք է սպիանա նորմալ ժողովրդի դեպքում, եւ երկրորդն էլ այս փաստաթղթով, որը կարող է հզոր գարցի այս ընդամենը երկու թղթի կտորը կարող են պայթեցնել Ռուսաստանի քաղաքական ամբողջ համակարգը, որովհետև սա հանցագործությունը հենց Ռուսաստանի կատարած ավոր հակամարտկային ոճրագործության մի ամբողջ ազգի եւ փաստորեն մարդկության դեմ։ Եվ եթե սա չկարողանա օգտագործել Հայաստանի այսօրվա իբր ինքնիշխան ղեկավարությունը, ուրեմն իսկապես վասալ երկիր է, ուրեմն իսկապես գաղութացված է եւ մենք էլ պետք է մտածենք արդյոք հայ ժողովուրդը արժանի է նման կառավարության։ Ընդհանրապես ասում են ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե արդյոք մենք մեր աշխատանքը կոորդինացնենք մյուսների հետ, Էստոնիա, Լատվիա, Լեհաստան եւ այլն։ Այս դեպքում հենց ինքը նման հայցի հարուցման գործողությունները ավտոմատ դնում է մեզ այդ շարքում, մեր ընկալումը փոխում է, մեզ դնում է այդ շարքում, մեզ դնում է մեկի տեղ, մեկի վիճակում, որը պայքարում է իր իրավունքների համար։ Գիտեք, անհարմար չէ, ամոթ չէ պայքարել, չհասնել, պայքարել, ուզածից չհասնել, կռվել, թեկուզ պարտություն կրել, ամոթը չկռվել, ամոթը չլռել, ամոթը կամավոր ստրկանալ, ամոթը ստրկությունն ընդունել որպես պարգև։ Ընդ որում ես հեռու չեմ դնում։ Եվ սիրել սեփական ստրկատիրոջը, Պուտլերյան Ռուսաստանի։ Դա ընդհանրապես հոգեբանական ամենաստրկության ամենասարսափելի ձևն է, երբ սկսում ես սիրել նրան, ով որ քեզ սիրել բռնացողին։ Սա Ստոկհոլմյան սինդրոմն է։ Մեր վարչապետը, մեր նոր թավշյա վարչապետը հեղափոխության, այսպես կոչված, հայտարարում է, թե աշխարհում Հայաստանում դեռ չի եղել մի պետության ղեկավար, որ իր չափ քննադատել է Ամերիկային, եւ միևնույն ժամանակ հայտարարում է Ռուսաստանի անունը չտալ։ Անձերնումը խելի է, վախենում է։ Ասա ինձ ում անունը չես կարող տալ եւ ես ասեմ ում ես ծառայում դու։ Պարոն Բադալյան, շատ հստակ խփեցիք կետին, ես պիտի ասեմ, այս սեղանի շուրջ էինք նստած
2018 թվականի ապրիլն էր, հեղափոխություն պիտի արդեն ընթացքում եւ այլն, հաղորդում էր գնում, մի շարք մարդիկ կային այստեղ նստած, եւ մենք այն ժամանակ գնացինք այդ հեղափոխության կոչվածին, ես ասում, ես էլ եմ ձեր հետ միասին ճակերտների մեջ դառնում եւ աղոց եմ դրել, ուրեմն Երևանից զանգեր են գալիս կամ խոսում են ու ասում են այնտեղ, ես այդ մարդկանց անունները հիմա չեմ ուզում տալ, թող իրենք մտածեն, բայց ինձ ասում էին Երևանից ասել են այդ հեղափոխական առաջնորդները թե ինչ, որ հանգարց Ռուսաստանը մի տվեք էլի հերիքա, այս բնացական Խաչատրյանը շատ է Ռուսաստանի վրայով անցնում։ Ու ինձ էլ հետո եկան ասին, որ Ռուսաստանի դեմ շատ խոսելով կարող է կասկած առաջանա, որ դու իրանց գործակալն ես կամ չգիտեմ ես ինչ։ Հասկանում եք, այն ժամանակվանից մարդիկ ասում էին, որ հա, ինչ որ անում եք, արեք այդտեղ, բայց Ռուսաստանի անունը մի տվեք։ Այսինքն սա ձեր ասացի վրա եմ բերում, որ դուք պատկերացնեք, որ հենց եկած օրվանից իրենք եկել են համապատասխան ծրագրով եւ սահմանափակումով ու խնդրով։ Փաստորեն հենց դրա համար եմ ասում, նրանք ռուսական դրածոներ են։ Եվ վստահ եմ, որ այս ձեր փաստաթուղթը եւ էլ եմ ասում, լյուստրացիա պետք է անի եւ այն ինչ որ իրանք չեն արել, սա պետք է անող գործոններից մեկը դառնա։ Այո։ Զարմանալի է, ես ուղղակի ապշում եմ, ինչպես կարող է որևէ պետություն, որ ինքն իրան ինքնիշխան է համարում, շահագրգռված չլինի բացահայտել այլ երկրի գործակալներին, իր երկրում գործող այլ երկրի գործակալներին։ Պատասխանում ձեր հարցին։ Որտե պետություն չի դա։ Հա, ես ինձ այդ դրան էի բերում։ Այսինքն, եթե դու պետություն ես, դու նույնիսկ ամենավատ պետություն, ես չեմ պատկերացնում, որ ամենաթույլ մեր հարևան ում հետո ենք համեմատվում, Ադրբեջանը, ես չեմ պատկերացնում Ադրբեջանը հնարավորություն ճշտամու գործակալական ցանցը բացառի ռուսական գործակալական ցանցը իր երկրում աշխատեցնել է ավելին այդ մարդկանց առաջ քաշի պաշտոնների նշանակի ես բացառում եմ որ Ադրբեջանի նման երկրում Ռազգիլձայևի դատավարություն կարար ռուսը կարող է Ռազգիլձայևին չտալ Ադրբեջանի կառավարությանը որպես միանդատի ես բացառում եմ որ Ադրբեջանի նման Վրաստանի նման երկրում Ռազգիլձայևն ու Պերմյակովը անհայտ ռեզորտներում կլինեին եւ ոչ թե իրենց երկրի բանտերում արդեն սատկացված այո չէ դատից հետո որպեսզի շատ բան պատմեին իրենք պիտի պատմեն եւ էլի մարդիկ պիտի պատմեին որոնք այսօր դուք ասացիք Մոսկվայում են բոլորս էլ գիտենք թե ոնց են հայտնում Մոսկվայում եթե Հայաստանը ինքնիշխան պետություն է իր սահմանները չի կարողանում հսկել որպեսզի կարևոր տեղեկատվություն պարունակող մարդկանց թույլ չտան դուրս գալ տարածքից մարդիկ որոնց ոնց որ տեսեք հատուկ ասեն մենք քեզ բռնելու ենք շաբաթ առաջ կամ երկու շաբաթ առաջ կամ մի ամիս առաջ ժամանակ են տալիս որ գնա Մոսկվա հետո այդտեղ վայ գնաց Մոսկվա գնացեք Մոսկվա ընդ որում միակ տեղը որտեղ նրանք կարող են ապահովել որտեղ որ կարող են գնալ եւ Մոսկվան նրանք չեն գնում Ֆրանսիա գիտեմ որ Ֆրանսիան կվերադառնի Հայաստանը նրանք չեն գնում Գերմանիա գիտեմ որ Գերմանիան կվերադառնի նրանք չեն գնում Ամերիկա գիտեմ որ Միացյալ Նահանգները կվերադառնի նրանց Հայաստանը հիմա տեսեք գնում են Մոսկվա որովհետեւ գիտեմ որ որևէ մեկ Մոսկվայի ուղղությամբ ռիսկ չի անելու նույնիսկ այդքան ինքնուրույնություն այդքան ռիսկ չունեն որ խնդրեն ասեն տվեք մեզ մեր հանցագործին բայց որ ասեն ելով է տալու կամ չեն տալու բայց նույնիսկ դա ասելու քաջությունը չունի էլի հիշեցինք այդ ռուսական դուխով բառը լավ ես ես մի բան եմ ուղղակի ասելու եւ հերոսադիտողներին խնդրեմ դրա վրա ուշադրություն դարձնեն դուք շատ ճիշտ խփում եք այդ Մոսկվայի պահով ցույց տալով թե ինչ է իրականում Հայաստանի այսօրվա գաղութային իշխանության էությունը մալայզիական ինքնաթիռը, որը փաստորեն ռուսները խփեցին Դոնբասի տարածքում, հիմա ամիս եւ մի քիչ ավել ամիս ու կեսի չափ ժամանակ է մնացել, որ Ռուսաստանի միջազգային կարգի մեծ դատի են տալու։ Այ դրա համար ասեմ շատ ուրախ եմ, որ դուք սա դնում եք, որտեղ մեզ հայերիս աշխարհում, եթե ոչ գոնե Հայաստանի հայությանը կամ գուցե նրանք կմիանան շատերը։ Մեր ընկալումը կփոխվի sense։ Մեր ընկալումը աշխարհում կփոխվի, որ սա էլ պայքարող ժողովուրդ չէ, որ մենք, հեսա Փետրվարյան ապստամբության տարեդարձն է գալիս։ Մենք եղել ենք խորհրդային միության տարածքի, այն ժամանակ հələ միությունը չկար, 22 թվականի դեկտեմբերին ստեղծվեր իբրև
եղել ենք առաջին ազգը, որ խորհրդային իշխանության դեմ ապստամբել ենք ու տապալել ենք 50 օր Հայաստան անկախ է եղել։ Լիգայի կողմից Հայաստանի 40 օրը մենք Մուսա Դաղի պաշտպանության հիշում ենք, էնել շնորհիվ մի հրեա մեծ գրողի Ֆրանց Վերֆելի, որը գրել է հայերիս հերոսական այդ դրվագն է ներկայացրել աշխարհին, որ մենք ուղղակի ոչխարի պես մորթված ազգ չենք եղել, այլ Մուսա լեռ ենք տվել, եղել է Ուրֆա, եղել է Վան, եղել է Մուշ, եղել է Շաբին Գարայսար, էլի շատ բաներ եղել, Հաչն եղել եւ այլն, հա, այս ամենը լավ, մի կողմ, բայց եղել է նաեւ Պետրովյան ապստամբություն, որտեղ հայերը ցույց են տվել իրենց պայքարող ազգ եւ սովետի տարածքում ամենաառաջին ազգը, որը տապալել է սովետական իշխանությունը 50 օր անկախացրել է երկիրը եւ հենց այդ ժամանակ են մեր հողերը բաժանել, որ այսինքն կրկնակի ապօրինություն են արել մեր դեմ, բայց հիմա ինչ եմ ուզում ասել, այս ամենը մոռացած ամենասարսափելին գիտեք ներողություն շարունակելով ձեր միտքը սա հենց մեզ վերադարձում է այդ ազգերի շարքը համաշխարհային հասարակության ես սրանով եմ կարևորում եւ հենց առաջ օրը որ նկատեցի դուք գրել եք այն ժամանակ դեռ չէին բլոկել ինձ ես խնդրեցի ձեզ որ դուք գաք եւ սա ներկայացնեք եւ 3 հաղորդում շարունակ այս մասին խոսում ենք համեցեք խնդրեմ ես ուզում եի շարունակելով ձեր միտքը բանի մասին չեղյալ չհայտարարելով Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը Հայաստանի Հանրապետությունը դրանց վերաբերյալ դիրքորոշում չարտահայտելով փաստացիորեն ինքը հրաժարվում է ցեղասպանությունից Հայաստանի Հանրապետությունը այսինքն դրանք եւ այսօր աշխարհում արդեն փոխվել է իրավիճակը եւ սահմանների անխախտելիության եւ ինքնորոշման իրավունքների միջև ճեղքում առաջացել հոգուց սահմանների անխախտելիության Հայաստանի սահմանները փաստացիորեն երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներն են դրա համար այո բայց Յալթա-Պոզդամյան սիստեմն է հենց դրան էի գալիս Հայաստանի ոչ միայն Թուրքիայի հետ սահմանները այլև Ադրբեջանի հետ սահմանները Հայաստանի փոխարեն որոշել են Ռուսաստանն ու Թուրքիան այդ երկու պայմանագրով առանց Հայաստանի մասնակցության, այսինքն պայմանագրեր հիշեցնենք ժողովրդին, որ հայեր ջան, այդ պայմանագրերը ՄԱԿ-ի գործող պայմանագրի ռեգիստրում չկան, այսինքն գոյություն չունի դες պայմանագիր։ Այսինքն այսօր երբ մենք չենք դնում այդ պայմանագրերի չեղարկման հարցը, ինչպես էստոնացիները, լատվիացիները, լիտվացիները, լեհերը Մոլոտով-Ռիբենտրոպի հարցն են առաջ քաշում եւ հասնում իրենց այսինքն եթե մենք հասնում ենք դրան մենք վերացնում ենք Ղարաբաղյան պատերազմի պատճառը այսինքն այն պատճառ մենք սահմաններ չենք փոխել դա մեր սահմաններն են դա միջազգայինորեն ճանաչված մեր սահմաններն են դա ռուսների եւ թուրքերի իրար միջև պայմանավորվածության գծված սահմաններ են որոնցում մենք մասնակից չենք եղել մենք եթե այսօր ես վախենում եմ որ վաղը վերցնեն ու Հայաստանի ղեկավարները որևէ ղեկավար պարտադիր չի այս մեկը նախորդը քիչ էր մնում դա աներ Սերժ Սարգսյանը քիչ էր մնում ճանաչեր Թուրքիայի տարածքային ամբողջականությունը հենց թեկուզ այն որ ինքը այդ արձանագրությունները նախնական ստորագրելով ուզում էր նույնիսկ մտցնել ազգային ժողովը հիմա դեռ ազգային ժողովը ցանկացած պահի ազգային ժողովը հենց դրա համար Թուրքիան լավ էր հրաժարվել հենց դրա համար չէ այնտեղ ուրիշ հարց կա իհարկե Թուրքիա հրաժարվելու խնդիրը չի բայց մենք այդ մասին առանձին հաղորդում կտանք բայց ես մի բան եմ ուզում ասել Սերժ Սարգսյանին այսօրվա ռեժիմը փրկվեցինք բայց չենք փրկվել Այսօրվա ռեժիմը պետք է հենց դրա համար ազգային այդ դավաճանության համար որ նա Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը փաստորեն լեգիտիմացնելու այսօրվա հանրապետության կողմից լեգիտիմացելու փորձ արել փոխանակ դրանով դատեն ինչ-որ ծիծաղելի $1.5 միլիոնի գործով են դատում այդ նշանակում նրանք եւ սրանք հանցակից են դրա համար եմ ասում նոր ու հին Հայաստան չկա նույն KGB-ի ագենտներն են տարբեր խմբավորումների բաժանված այսպես ժողովրդին զոմբիացեն լավ տեխնիկային թատրոն են խաղում ձերն առում ժողովրդին Սաշիկ Սարգսյանը $30 միլիոն հայտարարում թե վերադարձնում է Ղարաբաղի բանակին Սաշիկ Սարգսյանը $30 միլիոն որից քեզ Սերժ Սարգսյանը դատվում է $1.5 միլիոն ինչ որ մախինացիաներ կերոսին ծախելու մեջ խեղկատակությունն էլ այդքան խեղկատակություն սուպեր վարչապետ այդ մասին չգիտե միջոցներ չի կարող կիրառել նա չգիտի որ այդ պետական դավաճաններ են դրանք որ հենց դրանց պիտի անվանի պետական դավաճան Այսինքն այս խմբավորումները խաղում են, գիտեք ինչ, պարոն Բադալյան, ես հասկանում եմ, թե իրենք ինչ են, դուք էլ շատ լավ գիտեք։ Իրենք արհեստական օրակարգեր են ստեղծում, արհեստական ընդդիմություն, արհեստական իշխանություն, ասեմ, որտեղ իրական իշխանություն չունեն։ Այս ձեր փաստաթուղթը հիմա նորից ցույց կտա, իրանք ինչքան են իշխանություն, ինչքանով են իշխանություն։ Եվ այսպես խաղում են, իրական ընդդիմությունը պետք է լինեն ձեր կարգի մարդիկ, իրական իշխանությունը պետք է լինեն սասնածռերը, որոնց գլխին դեռևս կախված
կոչված է այն յաթաղանը, սերժական, ռոբական եւ փաստորեն նաեւ նիկոլական այսպես կոչված արդարադատության։ Իրական ընդդիմությունը արդեն այսօր երկու մարդ ունի քաղբանտարյալի կարգավիճակով արդեն նիկոլական, սերժական բանտից անցել նիկոլական բանտում, երկու քաղբանտարկյալ, այսինքն Նիկոլը, ինչպես եւ Սերժը, ինչպես եւ Ռոբը, ինչպես եւ Լևոնը չի ընդունում ապստամբելու իրավունքը։ Իժորտին հասրել էին ապստամբության, բա գնացիր դու մտար ՊՊՑ, Նիկոլ, մեջը նկարահանումներ էր անում հեռախոսով։ Բա դու չէի տենում ինչա, այդ տղաներն չեն հիմա դատվում, ես ուզում հասկանալ։ Այդ ոստիկանին իրենք չեն խփել, որովհետեւ եթե ոտից վիրավորված մարդ է, մի ամիս ինքը հոսպիտալում մնացել է, հանգարց մահացավ։ Պարզ չի որ սպանել են, որպեսզի գցեն այս մարդկանց վրա։ Այն առաջի գնդապետին, որին կրակել է փոխհրաձգություն ա եղել ապստամբության իրավունքով, որ ՄԱԿ-ի օրենսդրության մեջ էլ ամրագրված է, պիտի կրակեին, կպնեն մեկին, ասել են մի կրակի կրակել է։ Հիմա դրա համար իրանք մեղավոր չեն։ Այն մյուսին ընդհանրապես իբր թե սնայպերով թե ինչով խփել են հետևի լուսամուտից, չգիտեմ, որ չի երևում ոչ մի բան, այդ մարդն էլ խոսող մարդ է ընդդեմ ռեժիմի, հայրն էլ ասում է, որ տղայից խփել են, ընտանիքը ասում է դա։ Հիմա այսքանը տեսնելով հանդերձ դու այդ երկու մարդկանց պահում ես ինչի համար, այսինքն իրական ընդդիմություն որպեսզի չլինի, Հայրիկյանը այստեղ հաղորդման էր այդ մարդը եւ կարծում էր, որ ինքը պիտի ընտրվի գոնե համանadrական այս փոփոխությունների հանձնաժողովի գիտեք անդամ Ընդամենը ուզում է հասարակ շարքային մի անդամի կարգավիճակով ծառայել հաջորդի նոր համազգություն կնքել, բայց պարոն Հայրիկյան ջան, դուք պիտի չլինեք հանձնաժողովի անդամ ինչ-որ մի նիկոլական հանձնաժողովի, որի մեջ էլ կազմին նայեք դրանց, դուք պիտի լինեք այդ երկրի առաջնորդներից մեկը, ու եթե իշխանությունը դեռ KGB-ի ձեռքում է Հայաստանում, դուք պիտի ապստամբության դրոշը բարձրացնեք ու այն բոլոր ուժերը, որ հայ ժողովրդի մեջ կան, առաջնորդեք ընդդեմ ռուսական կայսրության, որովհետև այսօր մենք նրան դեմ ենք կանգնած, ոչ թե Նիկոլի։ Նիկոլը, Սերժը, Ռոբը եւ Լևոնը նույն այդ ռուսական կայսրության դրածոներն են, որոնց դրել են, որ այս խնդիրը, որ հիմա որ դուք բարձրացնում եք, չբարձրացվեր 88 թվականից մինչև հիմա դրա համար չի բարձրացվել, պարոն Բադալյան ջան, դրա համար չի բարձրացվել, որպեսզի նման դրածոների միջոցով կասեցնեն հաջորդի անկախության, ազատության, նաև Քեմալ Աթաթուրք պայմանագրի հարցը չլինի, համաձայն չեք ինձ, այս բոլոր հարցերը կարգավորելու համար դրել են մեր ազգի ամենաստոր, ամենադավաճան մարդկանց, որոնք ազգի խնդիրները ներկայացնելու փոխարեն այսօր չգիտեմ ինչով են զբաղված, կամ բրդուճ են ուտում, կամ կեղծ ընդդիմություն են իրար հետ խաղում, սրան հանում են դավաճան, նրան հանում են դավաճան, ապուշ ինչ-որ ծրագրեր են առաջ քաշում, ամբողջ իշխանությունը բացարձակ միապետության ձևով, ոնց որ իրանց սիրելի Պուտինյան Ռուսաստանում կենտրոնացնելու վարչապետի կամ նախագահի ձեռքում։ Դուք ինչ իրավունք ունեք իշխանության 3 ճյուղերը միասին, չնայած այնտեղ իշխանություն չկա, բայց այդ դեպքում անգամ իրավունք ունի դատականը վերահսկել, ազգային ժողովը վերահսկել եւ լինել նաեւ վարչապետ։ Այդ երեքը պիտի լինեն առանձին, պիտի վերահսկեն իրար։ Կամ Մոնտեսկյոյի հայտնի սկզբունքը դեռևս 18-րդ դարից։ Հիմա այս մարդը ուզում է բացարձակ միապետությունը վերականգնել, նույն իր Պուտին պապայի ձևով։ Եվ սրա մասին է խոսքը, եւ այս փաստաթուղթը պետք է նորից եմ ասում լույս սփռի հայ ժողովրդի ուղեղներում առաջերտի հոգիներում եւ այդ հանրապետություն կոչեցյալի իշխանությունների համար սա crash text է լինելու, թեստ է լինելու։ Դուք պիտի ցույց տաք թե այ ոնց որ crash test-ը եղավ impeachment-ը Ամերիկայում։ Որ ցույց տվեցին, որ ազգային ուժերը պետք է հաղթեն։ Այս մարդիկ եկել են երկիր կառուցելու համար, երկիրը վերամիավորելու։ Այն օրը Թրամփի ելույթը լսեցի, ապշել է, միավորումը ամբողջ ազգին։ Իր հակառակորդները կանգնած ծափ էին տալիս, հենց նույն Նենսի Պելոսին հետևը կանգնած ծափ էր տալիս։ Ձերքը մետեց, նա չվերցրեց, որտեղ գիտի ինչ է անում Ամերիկայի դեմ։ Այս մարդը ասում է, մենք պիտի լինենք այն ազգը, որ առաջինը պիտի ամերիկյան դրոշը դնի Մարսի վրա։ Նայեք սրանց առաջընթացին, սրանց խնդիրներին, քաղաքակրթական իրենց մակարդակին եւ նայեք Ռուսաստանի այդ ողորմելի կիսաֆեոդալական, կիսամոնղոլական այդ որ դուք ասում եք, այդ ամեն ինչին եւ Հայաստանի դրանց կրունկի տակ գտնվելուն, սա է խնդիրը, այդ զայրույթը, այդ ժողովրդի, այդ ընդվզումը արտահայտող ես ես շատ հետաքրքիր փաստաթուղթ եմ սա համարում, որին ես ուզեցա այս հաղորդումը նվիրեմ, եւ դրա շուրջը մենք հիմա կառուցում ենք մեր այս ամբողջ խոսակցությունը, որպեսզի բացահայտենք ժողովրդի համար թե ինչ է կատարում եւ ինչու այս հարցը մինչեւ հիմա մեռած է, քնած է, եւ ինչու պիտի Նաիրի Բադալյանը Միացյալ Նահանգներում սա գրի, ներկայացնի հայոց այսպես կոչված հանրապետության դատախազին, այսպես կոչված նախագահին, որպեսզի այս խնդիրները իրանք բարձրացնեն մի ֆիզիկական անձի կամ նրան միացած այլ հայրենիների, ուրեմն
պահանջով, ոչ թե իրենց հոգու մեջ կա պահանջ բարձելու իրենց ազգի խնդիրները, խնդիրները, թե ինչ է եղել, իրենք եկել են թաքցնելու համար, իսկ դուք բացահայտում եք սա։ Շնորհակալ եմ նորից ձեզ դրա համար։ Համեցեք, պարոն Բադալյան։ Դուք ուզում եք այդ հարցով ասեիք ինչ որ բան կարծեմ։ Ուրեմն մենք այդ էֆեկտին պիտի որ հասնենք։ Ես կարծում եմ եւ շատ կուզենայի որ բազում հազարավոր հայեր հասկանալով սա ես հատուկ սա բացատրեցի։ Գիտեք, բաներ կան, որոնց մասին չես կարող սենց հանգիստ նստած խոսես ու սենց անտարբեր կարծես թե ինչ որ չգիտեմ որ ուրիշ գալակտիկայի ինչ որ մոլորակում ինչ որ մի հատ բան ա եղել ու մեզ դա չի վերաբերում։ Եթե մենք հայեր ենք, եթե մենք ընդհանրապես մարդ արարածներ ենք, որոնք ցավում են ինչ որ մի մարդկային հանրության մասին, չեմ ասում մեր ազգի մասին, ուրեմն մենք դες խնդիրները չանտեսենք։ Եվ այն մարդիկ, որոնք սա առաջ են քաշում, ոչ թե դառնան այդ պետություն կոչեցյալի ղեկավարների թշնամիները, այլ հասկանան, որ այս մարդիկ իրեն ժողովրդի ցավն են արտահայտում, այս մարդիկ իրեն ժողովրդի շահերի մասին են մտածում, իրեն ժողովրդին փորձում են նորմալ քաղաքակիրթ, ազատասեր ազգերի շարքը վերադարձնել եւ չթողել այդ սանների շարքում Ղազախստան, Ղրղստան, Թուրքմենստան, չգիտեմ Ռուսաստան, հասկանում եք, չնայած ստանը հայկական հարազատ մասնիկ է իրական, դա պարսկերին հետ կապ չունի, բայց դա ուրիշ լեզվաբանական խնդիր է, բայց այսօրվա դրությամբ դրանք մի հատ երկրների ճամբար են, որտեղ Հայաստանը պիտի չգտնվի այդ ասիական, հետամնաց, սուլթանախանական, ցարական երկրների շարքի։ Այո, մեր ձգտումը դա է եւ ես լիովին հասկացել եմ, հենց ասում եմ, առաջին իսկ օրը պարոն Բադալյանի, թե ինչու է այս հարցը բարձրացնում եւ ինչ շատ ճիշտ ձևով տանում է, վստահ եմ, որ հաղթական ավարտի է հասցնելու, որտեղ ինքը այդ ամբողջ պրոցեդուրաները արդեն իսկ հիմա պատկերացնում է եւ հուսով եմ, որ այս գործընթացը իր շուրջը կհավաքի բազմաթիվ կողմնակիցների, մարդկանց, որոնք իրոք հայ ժողովրդի մասին ցավում են եւ մտածում են։ Պարոն Բադալյան, այսքանը եւ ես շատ կուզենայի, որ սա կոմպլեքսում դիտարկվեր, դրա համար առաջարկեցի ձեզ, ոնց եք կարծում, մենք կարող ենք ինչ որ կերպով ձեր ասած 20 թվականի Քեմալ ուրեմն Լենին պակտը տեղ ինչ-որ ձևով միացնել եւ այդ կոմպլեքսի մեջ մենք դատ բացենք, միջազգային կարգի պետք է բացենք եւ այդտեղ լինի այդ Փետրվարյան ապստամբության ճնշումը, Հայաստանի հողերի հոշոտումը, Թուրքիային զինել եւ հայ ժողովրդին ոչնչացնել իր պատմական հայրենիքում եւ Արևմտյան Հայաստանում Կիլիկյանեն ներառյալ եւ Արևելյան Հայաստանում, որ մինչեւ մադրամը պատասխան չեն տվել եւ մեր բանակի ամբողջ 1500 օկանոց սպայակազմին ոտքով Բաքվով Ռուսաստան քշել է կոնսուլագերներ, ոչնչացեցին ազգի կռվող ուժը, ծաղիկը, գեներալիտետին ոչնչացեցին հերթով կամ ուրեմն թոքախտ էին գցում կամ էլ գնդակարում են գազանանոցի մոտ են շատերի գերեզմանները գտել։ Եվ մեր ազգի պոետներին Չարենցը, Զապել Եսայանը, Աքսել Բակունցը 37 թվական իրար հետևից սպանում էին մեր ամենատաղանդավոր հայերին, որոնք ազգի պարծանքն էին, մեր մշակույթի, արվեստի գործիչներին, գիտնականներին, Հրաչյա Աճարյանի պես հանճարին, որը եթե որևէ մի ուրիշ ազգի մեջ լիներ, ոչ թե ուղղակի ակադեմիկոս կամ պրոֆեսոր կոչումը, այդ մարդը հիմա չգիտեմ, երկրագնդի ամենամեծագույն գիտնականներից մեկը կրճակեր, ինչ որ KGB-ի թափթփուկ իր ծխախոտը հանգցնում էր այդ լուսավոր մարդու ճակատին եւ հարցաքննում էր նրան, դու թուրքական գործակալ ես, որտեղ թուրքերեն գիտեր, չէ՞ նաեւ, կամ չգիտեմ, ասում է բոլոր այդ լեզուները, որ խոսել եմ, այդ բոլոր ազգերի գործակալը կլինեն բացի թուրքերից։ Հասկանում եք, ինչ սարսափելի ռեժիմ ա եղել։ Եվ այսօր այդ թուրքա մտած, այդ կալինկա պարող, այդ ռուսապաշտ, ռուսի սապոգը լիզողների, գործակալների իշխանությունը Հայաստանում դեռ շարունակվում է։ Մենք այս փաստաթղթերով պիտի պայթեցնենք այդ ռեժիմի հիմքերը եւ մեր ժողովրդին գիտակցության բերենք, որ հասկանան, որ ուր է ընկել ինքը եւ ինչ պետք է անի։ Մենք պիտի ճանապարհը ցույց տանք հայ ժողովրդի։ Եվ կարծում եմ սա լուսավորող խնդիրներից մեկն է, որ մենք պիտի առաջ մղենք, պարոն Բադալյան։ Կարելի է միավորել։ Հրամեցեք։ Խնդրում եմ միավորեք դա անպայման, միավորեք այդտեղ նաև եթե կարելի է այտենց մի փաստաթուղթ պատրաստենք, ես պատրաստ եմ իմ կարողությունների սահմաններում օգտել եւ մասնագետներ հրավիրենք, միավորենք նաև երկրաշարժի հարցից առաջ Արցախյան հարցը, չէ՞ որ դրա համար վրեժ լուծեցին, Սումգայիթ եղավ, Բաքվի ջարդեր եղան, այդ ամենը պետք է պատասխան տալ, գենոցիդ ա հայ ժողովրդի դեմ։ Պոլ Գոբլը ամերիկյան հետազոտող պնդում է, որ տեղեկություններ ունի, որ Սումգայիթի ջարդերը կազմակերպված է ռուսական բանի կողմից, թե այսինքն նրա շահագրգռվածության հիմքերը ես չեմ տեսնում, ինչով պիտի շահագրգռված լիներ Ռուսաստանին
հենց այնպես մեղադրելու։ Ինչով պիտի Լիտվինենկոն շահագրգռված լինի Ռուսաստանին հենց այնպես մեղադրելու։ Այսինքն բոլոր տեղերից գալիս են։ Լավ հիշեցրիք, բայց մինչև ասել Լիտվինենկոին չմոռանաք խնդրում, անպայման սա խնդրեմ լուսաբանեք։ Մի հատ բան ձեզ ասեմ։ Մենք նախանցյալ տարի կարծեմ Սումգայիթի մասին հաղորդում ենք AMG-ի ստուդիայից եւ ասացինք, որ խորհրդային միության տարածքում թռչունը չէր կարող թռչել առանց KGB-ի իմացության։ Ոնց կարող է մի հատ 100,000-անոց քաղաքում կամ 80,000-անոց Սումգայիթում մի ամբողջ քաղաքում մի շաբաթ շարունակ մարդ մորթեն, ընդ որում նախապես մարդ մորթեն խորով են, մարմին խորով։ Լավ, խորովել են, մորթել են, կերել են, դե մարդակերներին օգտագործել են մարդակերի պես, բայց բեռնատարներով մետաղե ուրեմն ձողերը բերել են հատուկ սպանության այդ գործիքները պատրաստված, չէ՞ որ բավական ժամանակ է որ սարքել են։ Թմրանյութեր են բերել անաշար բան ուրեմն ծրել են քաղաքով մեկ այդ KGB-ն չի իմացել մի գրամը որ բռնում են ոստիկանությունը եկա պատմություն է սարքում բեռնատարներով բերե բաժանել են այլ մնացած բաների մասին ցուցակներն են կազմել վիթխարի նախապատրաստական աշխատանք է լավ եւ վերջապես մի շաբաթ շարունակ խորհրդային Փառաբանյալ KGB-ի աշկի առաջ մի ամբողջ ժողովուրդ ոչնչացնում էին Սումգայիթում իրանք ոչինչ չեն տեսել հակառակը այս նկարանումները ցույց են տալիս որ KGB-ն ինքն է նկարել որտեղ ով ուներ այդ ժամանակ այդ տեխնիկան որ այդ նկարանումները կատարեր եւ ինչ սարսափելի ուրեմն սառնասրտության դահճական այդ KGB-իստները ուրեմն դա լուսանկար բան են արել ֆոտո ուրեմն վիդեո նկարահանել են ով կարար ուրիշ աներ եւ խնդրում եմ հիմա դուք տվեցիք խորհրդային ռուսական հետախույզի անունը չնայած դրանց մեջ տարբերություն ես չեմ տեսնում Լիտվինենկո փոխգնդապետ Լիտվինենկոն Լոնդոնում ուրեմն թունավորեցին իրան ռուսական հատուկ ծառայությունները որովհետեւ շատ բաներ խոսել on Պոլոնիմով դա սպանեցին այդ մարդուն Ինչի համար խնդրում եմ ասեք եւ հիշեցրեք մեզ թե ինչ կարեւոր գործի մասներն է հաղորդում տվել, որը այդքան վտանգավոր էր թվացել ռուսական կայսրությանը եւ նրա ցար Պուտինին։ Լիտվինենկոն խոսել է մի քանի բաների մասին, որոնցից միայն մի բանն է, որի մասին միայն Լիտվինենկոն է խոսել։ Այսինքն բոլոր մյուս բաները, ինչի մասին Լիտվինենկոն խոսել է, ուրիշները նրանից առաջ եւ նրանից շատ ավելի մեծ ինտենսիվությամբ խոսել են ու չեն սպանվել։ Ասենք Մոսկվա, Վոլգոդոնսկում, մյուս քաղաքներում ռուսաստանյան պայթյունների մասին Լիտվինենկոից բացի շատերն են խոսել, բայց պատճառաբանում են թե դրա համար սպանեցին։ Մինչդեռ Լիտվինենկոն խոսել է երկու բանի մասին, որոնցից մեկը Բաքվի մետրոյում պայթյունի կազմակերպումներ, մյուսը Հայաստանի պարլամենտում սպանությունների 99 թվականի հոկտեմբերի 27։ Ընդ որում Բաքվի մետրոյում սպանությունների պայթեցման մասին ադրբեջանական մամուլը անընդհատ խոսում է, ադրբեջանցիները դրա մեջ բան չեն տեսնում, այսինքն նոր բան չեն տեսնում, Լիտվինենկոյի ասածից նոր բան չեն տեսել։ Միակ բանը, որի մասին Լիտվինենկոն խոսել է եւ կարող ենք ասել դա իր էքսկլյուզիվ հայտարարությունն է, որ միայն ինքն է դրա մասին խոսել, դա այն է, որ ծառայության բերումով լինելով փոխգնդապետ KGB-ում, նա տեղյակ FSB-ում, նա տեղյակ է եղել, որ ԳՌՈ-ն Հայաստանի խորհրդարանում անցկացրել այդ այսպես կոչված օպերացիա։ Եվ դրանից հետո Լիտվինենկոն հեռացավ կյանքից Ռուսաստանից ուղարկված անձանց Ասեք, որ ինքը հանձնվել էր բրիտանական իշխանություններին, նրանք իրեն պաշտպանում էին, ինչպես է Սկրիպալներին, դեպի Սկրիպալին եւ իր աղջկան դստերը։ Լիտվինենկոյի սպանողներն էլ ստացան պարլամենտի անդամի կարգավիճակ Ռուսաստանում եւ նրանք հիմա Ռուսաստանի տարածքից դուրս գալու որևէ իրավունք չունեն, որտեղ դուրս գան կձերբակալվեն, որովհետեւ բրիտանական ոստիկանությունը նրանց պաշտոնապես մեղադրում է Լիտվինենկոյի սպանության մեջ, բայց հաստատական ուղղակիորեն ուղարկված տեսեք այսինքն մենք Հայաստանը որպես պետություն իրեն թույլ չի տալիս վախենում է հնարավորություն չի տեսնում այդ նույնիսկ քննարկել նույնիսկ քրեական գործի շրջանակում նույնիսկ որպես հիպոթեզ այդ թեման քննարկել եւ ընդհանրապես ոչ միայն այդ ցանկացած այլ հանցագործություն նույն մարտի 1-ը երբ որ գալիս հասնում է Ռուսաստանի հնարավոր մասնակցության այդ հանցագործությանը թեման փակվում է քրեական գործը փակվում է ամեն ինչ փակվում է բոլորն ուրախ են չաղ ու բախտավոր
Վարոն Մադալյան, ռուսական հետախուզության փոխգնդապետը հայտարարում է, որ ինքը ասում է մերոնք, այսինքն իրենց ավելի շուտ KGB-ն աղել, չնայած դա գրուն էլ կարող է անել KGB-ն։ Ամեն դեպքում գրուի ալֆա ջոկատը եկավ, որ հետքերը ջնջեր, չէ՞։ Այո։ Հիմա լավ, այդ թողնքները ինչ է կատարվել։ Գրուի ալֆա ջոկատի այստեղ Հայաստանում հայտնվել այդ օրը նույնպես շատ հետաքրքիր է, որովհետև խփելուց 1 ժամ առաջ արդեն ինքնաթիռի մեջ են։ Այսինքն, ես հենց դա եմ ուզում ասեմ, որ ժամանակային առումով նրանք այդտեղ հայտնվել են ժամուկես հետո, երբ որ այդ նույն ալֆա ջոկատը հավաքել եւ օթանավակայան հասցնելը մի քանի ժամվա գործ է Մոսկվայի, մի քանի ժամվա գործ է, մի քանի ժամ էլ Մոսկվայից Երևան թռնել, այսինքն լավագույն դեպքում բոլորը իրար հետ միասին, հա, բավական ժամանակ։ Նրանք պետք է երեկոյան ասենք շատ ուշ գիշերով գային, բայց նրանք արդեն շատ չէ, ալֆան հավաքելը կարծեմ մի քանի ժամվա գործ չէ, որովհետև դրանք պրոֆեսիոնալներ են, որոնք շատ արագ մարտական վիճակի են գալիս, հուսենք որ խմած չեն եղել, բան չեն եղել, նորմալ, օրենքով իրանց կանոնադրությամբ իրենք շատ արագ են հավաքում, շատ արագ նստում են, շատ արագ թռչում են։ Բայց հետաքրքիր է, որ սպանել են ու սրանք հենց ժամանեցին, այդ ոնց հասցրեցին։ Որովհետև հələ դեռ օթում են եղել կամ Մոսկովյան օթանավակայանում արդեն նստում էին ինքնաթիռ, այստեղ արդեն գործողությունը կատարվել է։ Այսինքն ակնհայտ է, չէ՞, թե ինչ է կատարվում, եւ հիմա հարցը ձեզ, բայց լավ ինչպես եք բացատրում, որ Հայաստանի իշխանությունները այսօրվա, որոնք իբր թե ստեղծել են քարորյա պատերազմի գործ, որից ես որևէ հույս չունեմ իհարկե, որոնք ստեղծել են մարտի 1-ի գործ, հենա ասեցիք արդեն դուք, թե ինչ արդյունքներ է տալիս, այսպես ասած, ճակերտավոր, եւ վերջապես ընդհանրապես այս հոկտեմբերի 27-ի գործը ոնց որ թե վերանայելու ինչ որ տրամադրություն չկա կամ ավելի շուտ իրականությունը բացահայտելու, այսպես ասենք։ Օրինակ Լիտվինենկոյի մասին հիշատակում են Հայաստանը։ Ոչ, բնականաբար ոչ։ Գործը հայտարարվում է այսպես իբր թե որ վերաբացվել է, բայց գիտեք, դա հերթական բանն է լինելու, հերթական անգամ կսկսեն շահարկել մարդկանց անուններ, հերթական անգամ կցավացնեն զոհերի հարազատներին նրանց վերքը փորփրելով, հերթական անգամ մի հատ խուլիգանություն կանեն ու կփակի։ Նորից կմոռանան թեման։ Այս թեման դարձել է ֆուտբոլի գնդակ։ Բայց մենք բոլորս ենք մեղավոր երևի, յուրաքանչյուրս մեր տեղում։ Մենք Հայաստանում հիմա մենք փորձում ենք մեր մեղքերը ուղղել ինչ որտեղ։ Նայեք, ես զինվորական եմ եղել ամբողջ կյանքում, կամ գոնե գիտակցական կյանքից մեծ մասում 25 տարվա զինծառայության համարյա եւ գիտեք, որ իրավունք չունենք քաղաքականությամբ զբաղվել։ Չգիտեմ, լավ էր թե վատ, բայց ամեն դեպքում ես դրա շնորհիվ ողջ եմ մնացել հիմա։ Բայց ես հիմա չեմ պատրաստվում լռել, ես իրավունք ունեմ քաղաքականությամբ զբաղվել եւ ես շատ շնորհակալ եմ, որ այսպիսի մարդիկ կան հայ ժողովրդի կազմում, իդեմս ձեզ եւ հիմա այստեղ ստուդիայում ներկա են եւ ելի շատերը կգան այստեղ, արդեն եկել են ոմանք, մեր զարծազրույցներ են տվել եւ հուսով եմ, որ մենք կարողանանք համախմբել բոլոր այն մտածող, ընդվզող, հայ ժողովրդի շահերի մասին մտածող, մեր ժողովրդին այս խավարից ու այս տխուր վիճակից հանող ուժեր կկարողանանք կազմակերպվել եւ կազմակերպման ամենաբարձր աստիճանը ինքն է կազմակերպումն է։ Տեսեք, ոչ ոք ձեզ չէր մղել, չէ, պարոն Բադալյան, որ դուք այս փաստաթուղթը կազմեք կամ այս իդեան առաջ քաշեք։ Եվ էլի այդպես բազում մարդիկ կան, որոնց ներսում այդ ազգային ոգին կա, կարիք չկա, որ դրթես իրեն ասես վեր կացես բան արա կամ ասենք մանդատ տաս իրան ընտրես ազգային ժողովի պատգամավոր մի հատ էլ վճարես իրան պիտի շատ վճարես քան ուսուցչին քանի անգամ կամ չգիտեմ հայ զինվորականին որը սահմանին կրծքով պահում է այդ ժողովրդի անվտանգությունն է ապահովում շատ փողեր պետք է տաս որ ինքը ծառայի ազգին այդ դեպուտատ կոչեցյալ այդ դեպուտան կա ես կասեի ու այդ նախարար կոչեցյալները այս նոր կառավարության որոնց չգիտեմ ոնց կարելի է տարբերակել նախորդ կառավարությունից եթե որևէ ներքին եւ արտաքին քաղաքականության տարբերություն մենք չենք տեսնում էքսպրոպրիացիա էքսպրոպրիատորների եղավ այսինքն ունեզրկողները ունեզրկվեցին ոչ բոլորը իրենց ունեցվածքի տերն են արտաքին քաղաքականության այս խայտարակության նորից տեսնում ենք նույնիսկ Հայաստանի միջազգային ճանաչման 100-ամյակը հունվարի 19-ին պիտի նշվեր չնշվեց այսինքն այդ մարդիկ իրենց հանրապետության առաջին եւ միակ հանրապետության հոգեվոր ժառանգները չեն համարում Այս մարդիկ ասում են երրորդ հանրապետություն դրանով ինչ են անում երկրորդ հանրապետությունը չէ օրինական ասում սովետական Հայաստանը բանակը հայտարարում են 27 տարեկան իսկ KGB-ն ու ոստիկանությունը համարում են 100 տարեկան հա 102 տարեկան Էն էլ KGB-ի տոնն հենց ռուսական KGB-ի կամ VÇK-ի օրը ՉԿ-ի օրը նշում են այո սարսափելի է այսինքն բաց է ամեն ինչն արվում
Արդեն նույնիսկ չի ամաչվում այդպիսի բաներից։ Այդ աստիճան հայ ժողովրդին համարում են ուրեմն Դե եթե կարելի է Ռազգելձեևին չտալ Հայաստանում, եթե կարելի է Հայաստանի Հանրապետությունում մենք փաստացիորեն մեր բյուջեի հաշվին պահում ենք, Հայաստանի բյուջեի հաշվին պահում է ռուսական օկուպացիոն կորպուս, որը ոչ մի բանով ոչինչ չի երաշխավորում Հայաստանի համար, բացի ստրկության շղթաներից եւ բացի պոլիցիական ներկայությունից Հայաստանում։ Այսինքն որ վերահսկի, որ թույլ չտա Դու գիտես չէ որ Քեմալ Լենին պայմանագրի մեջ կա 8-րդ կետ, որտեղ այս երկու երկրները այնժամ երկիր էլ չէին ճանաչված։ Հա, նրանք երկուսն էլ Դրանից 2 տարի հետո նոր Թուրքիան ճանաչվեց, 23 հոկտեմբերին, Ռուսաստանն 34-ին Ամերիկա, բրիտանացիները ճանաչեցին 34 թվին, դրանից հետո սրանք երկիր են դառել, մինչև այդ կուսակցական օրգանների մակարդակով իրար հետ հարց են լուծել, հատկապես Արցախի հարցը, հիշեք, այդ Կովբյուրը կոչված է, Կովկասյան բյուրոն, բոլշևիկյան կուսակցության։ Հիմա այս սարսափելի փաստերի առաջ ես չեմ հասկանում, եթե որևէ իսկապես անկախ կառավարություն եղած են 30 տարի շարունակ, հիմա մենք այս զայրույթը այս աստիճանի հասած չէր լինի, հասկանում եք իմ կարծիքով։ Եվ ես նորից եմ ասում, մենք մեր առողջության, մեր հանգստի ժամանակի, մեր այսպես, չգիտեմ, ամեն ինչի հաշվին այսօր մեր չափով, մեր պայքարը փորձում ենք տանել, մեր ժողովրդին լուսաբանել խնդիրներ, որոնք ինքը կարծում եմ կարոտ է։ Եվ գիտեք ինչ, սարսափելին որն է, ես հիշելով այդ ամբողջ ռեժիմը, որի մեջ եղել եմ, գիտեք, մի բան է, երբ որ թշնամի դիմաց տա ու գիտես, որ այստեղ թշնամի տա, այստեղ դու ես, ու կողքերդ մերոնք են, ու հետևդ, կամ ասեն գոնե դաշնակիցներդ։ Բայց մի բան է, երբ որ դու գտնվում ես քո երկրում, քո պետության ուժային կառույցում, ու չգիտես որտեղ է քո թշնամին, որտեղով մերոնքը եւ ընդհանրապես այդ մերոնքը կա ու քեզ կպաշտպանի, թե դու մենակ ես։ Սա սարսափելի բան է, երբ որ պարզում է դու ոչ թե կռվում ես, ասենք թե մի հակահայ ռեժիմի դեմ, այլ դու կռվում ես մի ամբողջ իմպերիայի դեմ, որը իր շոշափուկներ ունի, դու այդ շոշափուկները չես տեսնում։ Սա սարսափելի բան է, ու ես չէի ցանկանա, որ այս շարունակվեր, ու այսօրվա դրությամբ մեր ուժային կառույցների սպաները բանակում կլինի թե մյուս տեղերում, իրենց զգան, ասեն, գիտեք, ոնց որ օտարերկրյա հետախույզը թշնամու թիկունքում, հասկանում եք, սեփական երկրում այդ մարդիկ չգիտեն իրանց ով կարա խփի կամ ով դավաճանի։ Առավել եւս եթե մարդիկ են եղել, որոնք ծառայել են ու գաղտնիքների են տիրապետում, այսօր նրանց սպանում են։ Եվ այդ չի բացահայտվում, վստահ եղեք չի բացահայտվելու գեներալ Մարիոս Յուզբաշյանի օրինակը լավագույնն է, որը Լևոնի ռեժիմի ժամանակ սպանվեց, չէ՞, ու մինչև հիմա չի բացահայտվում եւ ոչ մեկ էլ չի ուզում բացահայտել։ Համբարձում Գալստյանը մի ամբողջ Երևանի առաջին քաղաքապետ անկախ հանրապետության։ Ոչ մի սպանություն քաղաքական չի բացահայտվել։ Համբարձում Գալստյանի սպանությունը չի բացահայտվել։ Կամ ո՞րն է բացահայտված մինչև այսօր եւ չէ ուզում բացահայտվել։ Բայց այսօր պիտի անի, լավ։ Հայտարարք բաների են ասում, մարազմատիկ աբսուրդի թատրոնից 40 եւ ավելի կրակոցով ինքնասպանության վարկածներ են արդեն բանանում։ Աբսուրդ մազերին չի կարելի։ Աբսուրդ եք ասում, բայց նայեք, KGB-ի գեներալ Մարթը Լոնդոնից գալիս է Երևան, որ ինքնասպան լինի։ Որ 40 կրակոցով ինքնասպան լինի։ Լավ է կրակոցների թիվը ջհաննամը։ 40 կրակոց։ Ես ուզում հասկանամ, ինչի է Մարթը գալիս Լոնդոնից Երևան, որպեսզի ինքնասպան լինի։ Չէր կարող Լոնդոնում ինքնասպան լինել։ Եթե այդ ինքնասպան լինելու պատճառը Երևանում չէր թաքնված։ Լավ, ժողովրդին ինչքան կարելի է զոմբիացնել։ Եվ ինչու Նիկոլը ցավակցություն չի տալիս այդ գեներալի մահվան կապակցությամբ։ Գուցե գործականների ցուցակը գիտեր դրա համար, չէ՞ որ նա ապրիլյան Թավշյա կոչված հեղափոխությունից առաջ էլ գիտեր ովքեր են գործականները, հետո էլ գիտեր։ Չէ, հենց ինքը եղել է գիտենք եւ խնդրեմ ձեզ իմանաք, որ հանգարց մեր ֆիզիկական մահվամբ դուք չեք փրկվի։ Լավ իմացեք, որ ամբողջ համապատասխան տեղեկատվությունը համապատասխան տեղերում արդեն հայտնվելու է եւ ուզում եմ ձեզ ասել, որ ավելի լավ է կամավոր կերպով հրաժարվեք ձեր այդ տխուր դերից։ Մենք մինչև վերջ գնալու ենք, չենք որևէ բան մեզ չի վախեցնելու, մինչև այժմ չի վախեցրել, հիմա էլ չի վախեցնի, վստահ եղեք։ Խնդրեմ, պարոն Բադելյան, կիսատ մնաց բան եք ասում։ Համամիտ չեք, որ մենք պարտավոր ենք մինչև վերջ գնալ։ Եվ ես կուզենայի, որ աշխարհում մեկ հայությունը, գիտեք ինչ, քանակությունը կարևոր չի, 12 միլիոն հայ ենք, 2 միլիոն են թողել հայրենիքում։
12 միլիոն հայ էլ իսլամացած, բռնի իսլամացած կա Թուրքիայում, այդ արդեն քեզ 24 միլիոն։ Բայց էլի կարևորը քանակությունը չի։ Մուսա Լեռան ընդամենը 4 գյուղի ժողովուրդը կամ 6 գյուղի, նայած ոնց կհաշվենք, հայության դրոշը շատ բարձր պահեց։ Ընդամենը մի քանի գյուղեր կազմակերպված, ինքնապատիվ, պատվարժան, եւ կարողացան այսօր նրանց անունով են աշխարհը ճանաչում մեզ, Մուսա Լեռ անունով։ Էդ էլ ցավոք սրտի ոչ թե հայ գրողի, այլ հրեա գրողի գրածով է։ Դրա համար շնորհակալ լինենք մենք այդ օտարազգի մեր բարեկամներին։ Ինչպես Մորգենթաուին, որ մեր ամբողջ եղեռնի պատմությունը ֆիքսել է ամերիկյան դեսպանը, եւ էլի բազում մարդկանց։ Գիտեք ինչ, ես նշեցի, որ փետրվարին 21 թվականի հայերը ապստամբեցին ռուսական կայսրության դեմ։ Այդ օրերը նորից մոտենում են։ Ապստամբությունը պարտադիր չի զենքով լինել։ Այսօրվա աշխարհում ապստամբելու տարբեր ձևեր կան, այդ թվում թվային տեխնոլոգիաներ կան, ի վերջո ինտելեկտ կա տարբեր արտահայտչաձևերով։ Եվ այսօր մեր հյուրը, հարգելի պարոն Բադալյանը, հայր, ձեզ շատ հիանալի օրինակ է ներկայացնում, թե ինչպես կարելի է հայկական շահերը, ազգային շահերը պատվարժան կերպով պաշտպանել, ինտելեկտուալ մարդու մակարդակով պաշտպանել, միանալ մի նախաձեռնության, որի շնորհիվ եւ հայ ժողովուրդը մեծ պլյուսներ կստանա, եւ կբացահայտի իրականությունը իր սեփական ներքին խնդիրների մասին, եւ արտաքին աշխարհի առջև կցուցադրի իր պատվարժան դիրքը եւ աշխարհի ժողովուրդների շարքում կստանա իրեն արժանի տեղը։ Ահա այս ճանապարհի ցուցադրման, այսպես ասենք, փաստաթղթերից մեկն էր այսօր ձեզ ներկայացվեց եւ դրա համար մենք ուզում ենք դարձյալ շնորհակալություն հայտնել հարգարժան Նայիրի Բադալյանին, լրագրող, պրոֆեսիոնալ լրագրող է իսկապես եւ քաղաքական վերլուծաբան է նա, իսկապես վերլուծաբան եւ կուզենայի, որ մեր համագործակցությունը շարունակվեր, որովհետեւ մենք կոմերցիա չենք անում, մենք բիզնես չենք անում, մենք ազգային հարցերը այսպես ձևական ցուցադրելով սկանդալային հաղորդումներ չենք անում, մեր նպատակը իսկապես հայ ժողովրդի ազատագրությունն է, հայկական արժանապատիվ հզոր, ազատ, անկախ միացյալ պետականության վերականգնումն է, եւ ես նորից եմ ասում, շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ կան այսպիսի մարդիկ եւ հայ ժողովուրդը ունի նման անհատներ, հուսով եմ նրանց քանակը գնալով կշատանա, բայց նորից եմ ասում, խնդիրը քանակի մեջ չէ, այլ որակի։ Թող լինեն քիչ, բայց որակյալ, մինչև վերջ պայքարելու արժանի եւ այդ մարդիկ են, որ ազգերին առաջ են տանում։ Ես Մուսա Լեռան փոքրաթիվ պաշտպանների օրինակը իզուր չբերեցի, նրանք իրենց փոքրաթիվ լինելով ավելի մեծ գործ արեցին մեր ամբողջ ազգի համար, քան այն զոմբիացված մասսան, որը միլիոններով գնաց ոչնչանալու կամ գնաց պարարտանյութ դառնալու օտար կայսրությունների համար, եւ այսօր խայտառակություն է մեր համար եւ մենք այս հարցերը պետք է իմանանք, հասկանանք, որ դարձյալ այ ժողովուրդը չլինի ցեղասպանությունների զոհ։ Ահա այս փաստաթուղթը նաև այսօր խփում է Ռուսաստանի ձեռքերին եւ թույլ չի տալու, եթե մենք սա գործի դնենք, հայեր, սա բանակի արժեք ունեցող փաստաթուղթ է, սա դիվիզիաների արժեք ունեցող փաստաթուղթ է, միացեք սրան եւ հասկացեք, որ այս ձևով դուք օկուպանտ, կայսերական մի ամբողջ ուժի հետ եք պահում Հայաստանը վերջնական տրոյելու իր դաշան ծրագրերից։ Նորից շնորհակալություն հայտնենք հարգելի պարոն Բադալյանին, եթե ամփոփիչ որևէ խոսք ունեք, հաճույքով կլսենք ձեզ, համեցեք։ Ուղղակի նախատեսում եմ ես փաստաթուղթը չեն ժողովրդում դնել եւ Facebook-ով տարածել մի 15-20 օր, ինչքան կմիանան այդ պահից արդեն կուղարկեմ։ Շատ լավ։ Եվ ուզում եմ, հա, եւ ընդհանրապես սա քաղաքացիական նախաձեռնություն է, մենք որևէ հավակնություն չունենք, մենք որևէ ամբիցիաներ չունենք, մենք որևէ քաղաքական ուժի համար չենք աշխատում, մենք որևէ բիզնես կամ բիզնես շահեր չունենք, սերժարոբականներ չենք, որևէ մեկի հետ չենք աշխատում, մենք սրա համար չենք վճարվում, մենք սա անում ենք մեր աշխատանքից ազատ ժամանակ, մեր աշխատանքից խլած գողացված ժամանակ, հանգստից խլած ժամանակ մեր նյարդերի առողջության եւ նաեւ ասենք երբ որ process-ը գնա թղթատարություն եւ ինֆորմացիայի հավաքում, նաեւ մեր անձնական միջոցների հաշվին։ Սա բացարձակապես անձնական քաղաքացիական նախաձեռնություն է, ուղղակի զուտ բարոյական խնդիր, որ բոլորս պարտավոր ենք այն մարդկանց, ովքեր զոհվել են, ովքեր
մնացին, ովքեր վիրավորվեցին, այդ փլատակների տակ մնացին, վիրավորվեցին, խեղվեցին, նրանց առաջ սա մեր բարոյական պարտքն է եւ սա մեր որպես մարդու, որպես ազգի ներկայացուցիչ չի պարտքա, որը մենք պետք է հասկանանք, որ մենք պետություն դառնալու միակ ձևը սեփական եսին հարգելն է, սեփական ազգությանը հարգելն է, հակառակ դեպքում այն ինչ որ այսօր ինչ վիճակում այսօր Հայաստանն է գտնվում եւ ինչ վիճակում այսօր Հայաստանն է ներկայացում աշխարհին ողբերգական է։ Մենք այն ժողովուրդը չենք, որի մասին ընդհանրապես այսօրվա ձևով սարսափելի է մտնել նաեւ սոցիալական ցանցերում նույն ուկրաինացիների, ասենք վրացիների կարծիքներ մասին լսել սարսափելի է։ Մենք մեզ արդեն տեղադրել ենք այսպես կոչված ռուսների շահերի սպասարկող ազգ պետություն տարածքում, որը որ ընդ որում մեկը որի նման որևէ մեկը չի անում։ Ոչ մի ազգ, ոչ տաջիկը, ոչ ուզբեկը, ոչ ղրղըզը, ոչ ղազախը, ոչ մեկը այնպես չի մենք ռուսից ռուս ենք փորձում երևալ աշխարհին, իսկ սա սարսափելի բան է, ամոթ է, պարզապես ամոթ է։ Եվ այս այն դեպքն է, որ այդ այն երկրի հետ հարաբերություններն են, որը մեզ ոչինչ չի տվել, մեզանից խլելուց բացի յուրաքանչյուր տարի մենք որպես ռազմատուգանք, մենք գազի գնի կարգով ռազմատուգանք ենք վճարում 450 միլիոն դոլար միայն միջազգային գներից տարբերության բանով 450 միլիոն դոլար մենք լրացուցիչ ենք վճարում միջազգային գնից բարձր առանձին Սա այն 450 միլիոն դոլարի եթե 20 տարում մենք գումարենք երկու Ադրբեջանի բան կունենայինք, սպառազինություն կունենայինք։ 100 միլիոն դոլար վարկի համար մենք մեր ամեն ինչն ենք տալիս Ռուսաստանին։ Այն դեպքում երբ նույն Ռուսաստանը 450 միլիոն դոլար ամեն տարի մեզանից ստանում է, պարզապես ստանում է, պարզապես որպես ռազմատուգանք է վերցնում։ Ռազգիլդիայևներ Հայաստանում պերմյակովներ պահելու համար։ 20 միլիարդը նվիրում են Աֆրիկային, հենց այնց։ 144 միլիարդ վերջին 20 տարում Ռուսաստանը ներել է պատկեր 144 միլիարդ դոլար մի ցենտ Հայաստանին չի բանալու եւ ընդհակառակը քաշում է Այն հայտնի չի թե 100 միլիոն պարտքը ոնց առաջացավ Դրա համար էլ պետք է պատասխան տան Լևոնը Քոչարյանը Ռոբերտը Սերժ Սարգսյանը եւ հեսա երևի Նիկոլն են որտեւ հիմա էլ ինքն է պարտկանում ինչի է պարտկանում Արտաքին պարտքն չէ մեծանում եւ ուր են կոպեկ վերադարձող գողացված միլիարդները իսկ միգուցե դու չես ուզում այդ օլիգարխների միլիարդների հետ վերադարձես որ տակից չէ եւ իրական գողությունը Ռուսաստանի գողությունը որը դուք ասացիք չէ փաստորեն նրանք այդ են ուզում թաքցնել եւ դա կերևա այս փաստաթղթից հետո պարոն Բադալյան փորձենք ընթացք տալ մի քանի օր շրջանառության մեջ կդնեմ ովքեր կմիանան, ովքեր չէ, նույնիսկ եթե որևէ մեկը չմիանա, անձամբ բանեմ շարունակեմ։ Շատ լավ, շատ շնորհակալություն, շատ լավ։ Եթե էլի ավելացնելու բան ունեք, խնդրեմ, իսկ եթե ոչ, հարգելի հեռուստադիտողներ, հարգելի հայրենակիցներ, եւ ընդհանրապես ցանկացած ազգի պատկանող մարդիկ, որոնք ուզում եք կանգնենք ազնվության, արդարության կողմը, հասկացեք, որ հայ ժողովրդի մեջ էլ կան մարդիկ, որոնք իսկապես ազնվության ու արդարության կողմն են։ Մենք այդ շահի ու բիզնեսի հետևից չենք ընկնելու, մենք կարծում ենք, որ աշխարհում կա շատ բարձր մի բան, եւ եթե մենք Աստծո ստեղծած արարածներն ենք, ապա աստվածային ճշմարտությունը իր բոլոր մասերով անհրաժեշտ է հասկանալ, ընդունել եւ դրա համար պայքարել։ Եվ այն ժամանակ մենք ունենանք ինքնահարկ հայ ժողովուրդ աշխարհի բոլոր ժողովուրդների ընտանիքի մեջ հավասար եւ ճիշտ կարգավիճակով եւ այդ ժամանակ է որ մենք կարող ենք ասել որ կստեղծվի ազատ անկախ եւ միացյալ Հայաստանը մի խոսքով մեծ հայք այսքանը հարգելիներս ես մաղթում եմ ձեզ ամենայն բարիք Trained to fix jets at the Aviation Institute of Maintenance. If you want to work with your hands, it's a perfect place for you. AIMS is doing a great job of giving the basic system knowledge. The job opportunity is there, the money is there. We give you the groundwork, the cornerstones, if you will. I'm very impressed with the AIM curriculum.
The school's keeping pace with the demands of the industry. The potential for growth is astounding. Call 800-619-4922. Glendale